Պարապելը կարող ուղեղի վրա էլ ազդի։ Ավելի շատ մկանային մասսա ունենալը քեզ է սրանում չի օգնելու։ Եթե քո ասածով լիներ, կստացեր, որ այդ ամեն ինչը ընդհանրապես օգուտ չի էլի իրանց։ Ինձ ոչ մեկ կարա չհավատա, դժվարանում են նույնիսկ կռանան գետնից, ասենք գրիչ վերցնեն հայ տարիքում։ Պրոստը ինչ որ տարածված սխալ թյուրիմացություն է էլի։ Ես ինձ մի քիչ աբսուրդ օրինակ բերեմ, դու կարող օրը 10 ժամ կարդիո ես անում, բայց ասենք սաղ օրը ֆաստ ֆուդ ես ուտում։ Պարապելը մարդու սեքսուալ ցանկությունը բարձրացնում, այսինքն լիբիդոն լավացնում է։ Շատ մկանոտ դառա ու չեմ կարող ձերբազատվեմ այս մկանից էլի։ Բարև ձեզ։ Տարվա առաջի էպիզոդը անելու ենք առողջ ապրելակերպի մասին։ Հատուկ այն մարդկանց համար, ով որ նոր տարուն նոր կյանք են ուզում սկսեն։ Մեր հյուրն է ֆիթնես մարզիչ Ալեքս Բիլյանը։ Բարև Ալեքս ջան, մերսի հրավերս ընդունելու համար։ Այսօր խոսելու ենք մարզումներից, ջիմից, հա։ Ես ուզում եի քո մասին ասեի, որ ինձ քո պատխոդը շատ է դուր գալի, որտեվ ոնց որ ինչ ասում ես, ես զգում եմ, որ հիմնավորված է։ Ուզում եի հարցնեի, ոնց կարաս մեր հանդիսատեսին է ցույց տաս, թե ինչի արժի քո խորհուրդները լուրջ ընդունել։ Բարև Մովսես ջան, շնորհակալ եմ հրավերի համար առաջին հերթին։ Ես իրականում շատ էի ուզում sense ինչ-որ երկար ֆորմատի, չգիտեմ, դիսկուս ունենալ, որտեվ ինձ թվում է շատ բաներ կա տես կարճ 2-3 րոպեանոց կոնտենտում չես կարողանում ամեն ինչը տեղավորել, դրա համար ուզում եմ այսօրվա խոսակցության մեջ լիքը բան ավելի կկարողանամ մանրամասնեմ, որ ինչ-որ մարդիկ էլ ում հետաքրքրում է կարողանան նայեն ավելի ծոր լավ հասկանան, ով որ ուզում ավելի ծոր մանրակրկիտ հասկանա այս թեմայից։ Քո հարցին պատասխանելով իրականում ինձ ոչ մեկ կարա չհավատա, իմ հենց մոտեցումը ներնում է կայանում, որ ինչ-որ մարդիկ ոչ թե հավատան ինձ, որովհետև ինչ-որ բաներ ես եմ ասում, այսինքն ոչ թե այդ credibility-ն եմ ուզում մենակ ստեղծեմ, որ այս մարդը վստահելի է, բայց ես միշտ փորձում եմ ոնց որ դու էլ նկատած կլինես իմ վիդեոներում ու կոնտենտում ամեն ինչ ասում եմ, ինչ-որ բանով հիմնավորեմ, ոնց որ ես ընդունում եմ, որ ես ինչ-որ աստված չեմ, ամեն ինչի իդեալական չգիտեմ ու այն ինչ որ ես գիտեմ, ուզում մարդկանց ցույց տամ ինչի վրա է հիմնավորված, որպեսզի եթե ուզենան իրանք էլ կարողանան, ասենք գնան այդ նույն հետազոտությունները կարդան կամ ասենք այդ նույն ինֆորմացիան ինքնուրույն զննեն ու եթե ինչ-որ բան կա, որ իրանք իմ հետ համաձայն չեն, որ կարողանանք դիսկուսի մեջ մտնենք, այսինքն իմ կարծիքով հիմնական նպատակը ստեղ այնա, որ համ մարդիկ ոնց որ հասկանան ինչի վրա է հիմնված իմ ինֆորմացիան ու միևնույն ժամանակ կարողանան զննեն ինքնուրույն այս ինֆորմացիան ու եթե ինչ-որ տեղ սխալվել եմ, ոնց որ ինձ էլ այդ սխալը ցույց տան, ես կնախընտրեմ ավելի շատ բան հասկանամ դրանից էլի ուղղակի սխալները։ Իրոք շատ է դուր գալի այդ պատխոդը, որտեղ հիմա մանավանդ այս մարզումների սֆերայում լիքը մարդ կա, որ կամ պրոստը ինչ որ հնուց եկած պապական ձևերով է ասում, կամ բան է, պրոստը ինքը ասենք ասած լավ մկաններ ունի, շատ ուժեղ է, տենց թվում է թե ինչ ասի, պետք է տենց լինի։ Կամ չգիտեմ, ինչ որ մի հատ հետազոտության վրա է հենվում, բայց այդ հետազոտությունն է, ասենք, չգիտեմ, պրոստը լավ արած չի։ Հա, 100%, ասենք մենակ այն փաստը, որ անչափ շատ մարդ կա, որ ասենք ինքը շատ լավ տեսքի է, շատ մկանոտ է, բայց իրականում ոչ մի բան չի հասկանում, ասենք ու դա շատ տարածված երևույթ է, լինես չի մենակ ինչ որ ասեմ Հայաստանում կամ հայ մարզիչների մեջ է, առհասարակ ամբողջ աշխարհով մեկ տարածված երևույթ է, այդ ասենք նենց բան է, որ շատ դժվար են մարդիկ ընդունում սկզբում, էլ իրանք ասում են ոնց կարա իմ սիրած bodybuilder-ը, ոնց կարա Արնոլդ Շվարցնեգերը սխալ բան արած լինի, բայց կարա ու արել է, ասենք, ու այդ նենց բան է, որ մի քիչ սկզբում ընդունելը դժվար է, որովհետև ոնց որ ինձ թվում է մարդիկ բնազդաբար շատ են էլի, ասես գնում դեպի լավ էս մարդը մկանոտ է, լավ տեսք ունի, հաստատ գիտի ինչից է խոսում, չեն խորանում։ Հա, մի խոսքով բան կանենք, այսօր ոնց որ կփորձենք մաքսիմալ հիմնվենք ինչ որ հետազոտությունների վրա, այդ ամեն ինչի լինքերը կթողենք description-ում ու թող մարդիկ կարողանան իրանց հետազոտությունը անեն ու կոմենտներում գրեք, եթե համաձայն չեք։ Առաջի հարցը, вообще արժի պարապել ու ինչ բենեֆիտներ, ինչ լավ կողմեր ունի պարապելը։ Այս հեշտ հարց է, ինձ թվում է ես այն կարծիքի եմ, որ բոլոր մարդիկ պետքա մարզվեն, այսինքն ինչը վերաբերվում ասենք զուտ resistance training-ի, ասենք կապ չունի քեզ training-ը էդի քաշերով։ Հենց քաշերով պարապել էլի, այսինքն որ դիմադրություն լինի, ու պարտադիր չի հենց լինի քաշեր, ասենք կարա լինի ինչ-որ ռեզիններ եւ այլն, բայց միտքը նա որ լինի ոչ թե զուտ կարդիո, այլ հենց դիմադրությունով, ոնց որ ծանր պարապմունքներ, որովհետեւ սրա օգուտները այդքան շատ են, որ ասենք եթե ինձ թվում է մենակ սրա մեջ խորանայինք մի ժամ կարանք հատկացնեինք մենակ այս օգուտներին, բայց ոնց որ եթե կարճ օգնում է, որպեսզի դու մկանային մասսա տարիքի հետ չկորցնես, այսինքն այդ sarcopenia-ն քչացնում է տարիքի հետ, այսինքն դու ավելի
ունակ ես լինում, հա, երբ որ հասնում ես ինչ-որ մեծ տարիքի ավելի 60, 70, 80 տարեկան, ասենք այն փաստը, որ մարդիկ դժվարանում են նույնիսկ կռանան գետնից, ասենք գրիչ վերցնեն, հա, այդ տարիքում, այդ հիմնականում գալիս է ոչ թե հենց զուտ տարիքից, այլ ոնց որ շատ մենք evidence ունենք, որ ցույց է տալի, որ այն մարդիկ, ովքեր իրոք մինչև այդ տարիք մարզվում են, իրանց մոտ լրիվ հակառակ պատկերն է, այսինքն իրանց մկանային մասսայի մեծ մասը պահում են ու կարողանում են հանգիստ այդ ամենօրյա, ասենք, շարժումները, activity-ները առանց ինչ-որ խնդիրների անեն։ Դե դրանից բացի, ասենք, ուժեղացնում է ոսկորները, ասենք, ինսուլինի sensitivity-ն է բարելավում, այսինքն ինչ-որ դիաբետի ռիսկերն է քչացնում ու շատ բազմաթիվ կոգնիտիվ ֆունկցիաներ է բարելավում։ Ես օրինակ, երբ որ Կանադայում էի, մի հատ ընկեր ունեի, ով որ իր PhD-ն էր անում, ու ինքը նենց մարդ էր, ում ես երկար ժամանակ փորձում էի, էլի համոզեի, որ սկսի մարզվել, ու ես իրան ոնց որ իմ մոտեցումը նենց էր իրան համոզելու, ես գիտեի էլի, որ ինքը տենց շատ ակադեմիական մարդ է, խորացած է իր բանի մեջ, դրա համար ես չի ասում պարապի, որ լավ տեսքի լինես, ես իրան ասում էի պարապի, որովհետև ես քեզ խոսք եմ տալի, որ մենակ դրա կոգնիտիվ ոնց որ բենեֆիտները, մենակ քո, ասենք, հիշողություն, ոնց որ մտածելու ճկունություն, այդ ամեն ինչը այդքան է բարելավում քո ֆիզիկական առողջությունից, որ գոնե զուտ քո, ասենք, այդ ակադեմիական հարցերում քեզ էս հաստատ ոնց որ շատ զգալիորեն կօգնի։ Ու տենց վերջը համոզեցի մի ձև սկսեց պարապել ու տենց մի քանի ամսից ոնց որ ինքն էլ էր էլի զարմացած, ասում էր իրոք, ասենք, այն բանը, ինչը որ ես անում էի այն ժամանակ 8 ժամում, ասենք, նստում էի 8 ժամ կոմպի դեմ անում էի, ասենք, հիմա անում եմ իսկի 4-5 ժամ, ահա որ ավելի իրոք իմ վրա զգում եմ տարբերությունը։ Ու մնացած ամեն ինչը դրա մասին սովորաբար չեք մտածում, չէ՞, որ պարապելը կարող ուղեղի վրա էլ ազդի։ Չէ, շատ մեծ ազդեցություն է ունենում ու իրոք զգում ես, որ ամեն ինչ, ոնց որ sense ասեմ, կյանքի ամեն ասպեկտի վրա դրականորեն ազդում, դրա համար ինձ թվում է, էսի այն բաներից է, որ ասենք տենց որ մտածում ես արժի սրա խաթր այդքան վիզ դնել, հա, որ ժամանակ տրամադրել, հա, էսի այն բաներից է, որ 100% արժի բոլորի համար։ Եթե անփոփես համ առողջությունը տա լավանում, համ ավելի ուշ ես մեռնում, դες դաժե մի ստատիստիկա է կարդացել, որ պարապելը համ resistance, համ էլ կարդիոն իրար հետ 40% ավելի քչացնում է all-cause mortality-ն, այսինքն պրոստը ինչ-որ բանից հիվանդություն, այսինքն lifespan-ը 40% երկարացնում, 40% երկար ես ապրում։ Հա, դե ավելի շուտ 40% ավելի երևի հավանականությունը շատ է, որ երկար կապրես։ Ու չգիտեմ ոնց է ճիշտ ինտերպրետացնել, բայց հա, միտքն է, որ լավ է, պարապեք, հաստատ արժի ու ինձ թվում է նաև ստեղ հարցի մի մասը այն է, որ մարդիկ այն կարծիքի են, որ որպեսզի այս բենեֆիտները ստանաս, պետք է ինչ-որ շատ ջանք գործադրես, այսինքն կամ պետք է դու ասես տանջալից պարապմունքներ ունենաս, կամ պետք է ասենք, չգիտեմ, օրը 2 ժամ գնաս մարզասրահ, կամ չգիտեմ, էսի շատ թանկ բան է, ասենք լիքը մարդ նույնիսկ իմ կոմենտներում էլ էլի գրում են, ես տենց որ ասենք sense some way, հա, չէի կարա էլի կսննկանա ես կան սպիտակ ուզման, բայց իրականում եթե դու ռեալ ոնց որ դրան գրագետ մոտենաս, տենց բան չկա, դու կարաս շաբաթը 2 անգամ մարզվես, ասենք մի ժամ 2 ժամով ու քո տարբերությունը ու այն մարդու տարբերությունը, ով որ ընդհանրապես չի մարզվում, սարեր ու ձորեր է լինելու էլի։ Այսինքն այդքան բարձ չի, ինչքան մարդիկ մտածում են, եթե դու դրան գրագետ մոտենաս, կարելի է շատ քիչ investment-ով, համ գումարային, համ ժամանակային շատ մեծ benefit-ներ քաղել։ Հեսա այդ պարապելու գրաֆիկին ու ուտելու գրաֆիկին էլի կանադառնանք, պրոստը օգուտի վրա մի հատ էլ բան հարց առաջացավ մոտս։ Ճիշտ է, որ պարապելը մարդու սեքսուալ ցանկությունը բարձրացնում, այսինքն լիբիդոն լավացնում է։ Կարծում եմ, որ հա, ինչ որ տես շատ չեմ խորացել այդ թեմայով, ինչը վերաբերվում է տենց literature-ին, բայց ինչքան գիտեմ, հա, դե բնականաբար նաև տեստոստերոնն էլ է բարձրացնում, բնական արտադրությունը։ Համ աղջիկների մոտ, համ տղաների մոտ։ Աղջիկների մոտ չգիտեմ ինչքանով է բարձրացնում, բայց միևնույնն է, ոնց որ endogenous տեստոստերոնի, այսինքն այդ բնական արտադրված կմնան նորմայի մեջ, էլի ուզում ասեմ, նես չի այդքան է շատացնում, որ ինչ-որ գերբնական sense տեստոստերոնի մակարդակների է հասնում, այսինքն դրական կոնտեքստում էլի նկատի ունեմ որպես լավ բան շատացնում է։ Հասկացա։ Okay, հիմա վերադառնանք այդ քո ասածին, հա, եթե ասենք մարդը ուզում է պարապի, ու տես մի քիչ շատ պատկերացում չունի, հա, պարապելը ինչա, ոնց է, ինչ պետք է ուտես, ոնց պետք է պարապես, ինչ իրան խորհուրդ կտաս, ասենք ինքը գիտի, որ պետք է գնա զալ, այ հետո էլ չգիտի ինչ պետք է անի։ Սկսնակների համար երևի մարդկանց 90%-ի համար խորհուրդ կտամ ուղակի հերթով գնանք, հա, լավ, սկսենք պարապմունքներից, ասենք ինչ անել ջիմում, սրա մասին առասարակ շատ ունեմ գցած տես խառը պոստեր, բայց սկսնակների համար ու առասարակ մարդկանց մեծ մասի համար ամենալավը կլինի անել full body պարապմունքներ, այսինքն բոլոր մարմնի մկանները ամեն պարապմունքին մարզել ու
Հիմա բացատրեմ ինչի, այստեղ մի երկու ֆակտոր կա, որ կարևոր է ոնց որ հաշվի առնել, որ լոգիկան հասկանաս։ Առաջին հերթին մկանային աճի ստիմուլը պարապմունքից հետո տևում է մոտավոր 2 օր, ու նույնիսկ դրանից քիչ է տևում ավելի շատ մարզված մարդկանց մոտ էլի։ Այսինքն որ պարապեցիր հաջորդ 2 օրը այդ մկանը մեծանալու է։ Հա, այդ հաջորդ 2 օրը muscle protein synthesis-ի մակարդակները, այսինքն մկանային սպիտակուցի սինթեզը, ասենց ասած, բարձրանում է ու ինչ նշանակում է նոր մկանային սպիտակուցներ են արտադրվում, որոնք որ դառնում են ծուր մկանի կառուցվածքային մի մաս, ոնց որ այդ contractile structure-ներ են դառնում, actin, myosin, ուզում ասեմ նոր մկան է կառուցվում, ու առասարակ նաև այսրան կարելի է sense նայել, ոնց որ մշտապես կա ինչ-որ muscle protein synthesis-ի մակարդակ, այսինքն ինչ-որ մակարդակ, որով քո օրգանիզմը սպիտակուցներ է արտադրում մկանային, ու կա muscle protein breakdown-ի մակարդակ, այսինքն միշտ միևնույն ժամանակ համ նոր սպիտակուցներ են մկանային արտադրվում, համ նաև եղածները քայքայվում ու կորում են, ու այն թե դու, ասենք, այս պայդրությամբ մկան աճացնում ես, թե կորցնում ես, կախված է այս երկուսի հարաբերակցությունից, այսինքն եթե այս պահին քո muscle protein breakdown-ը ավելի բարձր է, քան synthesis-ը, դու մկան ես կորցնելու, եթե synthesis-ը ավելի բարձր է, քան breakdown-ը, մկան ես աճացնում։ Այսինքն հիմա պարապմունքից հետո ժամանակավոր մոտ մի 2 օր տևողությամբ այս synthesis-ի մակարդակները բարձրանում են ու դրա հաշվին դու ոնց որ գումարային ավելի շատ մկանային սպիտակուց ես արտադրում, նոր մկան ես ավելացնում, բայց դրանից հետո երբ վերջանում է այս ստիմուլի պերիոդը, սկսում է արդեն հավասարվում է իրար սկզբում, հետո արդեն իջնում է muscle protein breakdown-ն ավելի Սկսում ես դաշը կորցնել։ Հա, այսինքն օրինակի համար եթե դու գնաս այսօր պարապմունքի, հա, ասենք անես ինչ-որ բիցեպսի վարժություն, 2 օր այդ վարժությունը անելուց հետո պարապմունքից հետո կաճի քո բիցեպսի մկանները, դրանից հետո սկսում է ատրոֆիայի process-ը։ Ու այսինքն ենթադրենք այն թե դու 5 օրից, ասենք 5 օր հետո ենթադրենք կարող ես չափես, հա, ինչ-որ քո բիցեպսի չափը շատ ճշգրիտ, ճիշտ է, այդքան ճշգրիտ չկա, որ չափելու ձև, որ մենք մի պարապմունքից հետո կարողանանք այդպես շատ լավ տենանք էլի տարբերությունը, բայց եթե լիներ, այս 5 օր հետո չափեիր, այն քո բիցեպսը աճելա թե չէ, կախված լիներ կնրանից, թե այս 2 օրվա ընթացքում ավելի շատ աճելա, թե այն 3 օրվա ընթացքում ատրոֆիա է տեղի ունեցել, այսինքն այս երկուսի հարաբերակցությունից ելնելով արդեն հասկանում ես, ասենք ընդհանուր աճելա մկանը թե չէ։ Հա, իսկ մտի մկանի չափից կախված է, թե քանի օր է աճել, օրինակ բիցեպսը ասենք 2 օր աճում է, իսկ օրինակ քվադրիցեպսը ոտի մկանները իրանք ավելի երկար ժամանակ են աճելու, որտեղ ավելի մեծ են, թե նույնն է։ Չէ, ցավոք, տենց չի աշխատում, ու вообще մկանների չափսը այդքան շատ քիչ բաներ կա ինչի վրա ազդում է, իսկ սրա մասին էլ կհասցնենք խոսանք, բայց կոնկրետ ինչը վերաբերվում է այդ աճի ստիմուլի ոնց որ պերիոդին, այս մոտավոր նույնն է, որտեվ տարբեր մկանների համար փորձարկել են ու ինչ որ տարբերություն սրանում չեն գտել։ Հա, շատ հետաքրքիր է, ես օրինակ համոզված էի, որ ոտերը ավելի ուշ պետք է պարապացնես, քան ասենք բիցեպսը։ Չէ, կարա այդ տենց լինի, բայց գիտես որ տեսանկյունից ընդհանուր հաճախականությունը սրա համար շատ էական չի, բայց որոշ մկանային խմբեր կլինեն, որոնք ավելի շատ muscle damage-ի կենթարկվեն, ինչը նշանակում է իրանց համար ավելի շատ ժամանակ պետք կլինի վերականգնվելու համար, բայց էսի այդքան մկանի չափսից չի կախված, այլ այնրանից թե կան type 1 ու type 2 մկանաթելեր, այսինքն բոլոր մկանաթելերը նույնը չեն, էլի, կան մկանաթելեր, որոնք ավելի կարողանում են իրանք թույլ են ավելի կծկվում, ավելի փոքր են, բայց կարան ավելի երկար աշխատեն, որովհետև միտոկոնդրիաները ավելի շատ ունեն, սրանք type 1 մկանաթելերն են, ասենք օրինակ ոնց է լինում, որ ասենք քո վիզա ամբողջ օրը աշխատում է, չէ, ասենք գլուխդ պահում է, չէ, ու չի հոգնում, այս մկանները իրանք կարելի ասել ժամեր շարունակ ակտիվ են, այս հիմնականում այդ type 1 մկանաթելերն են, բայց type 2 մկանաթելերը իրանք կարող են ավելի ուժեղ կծկվեն ու իրանք ավելի խոշոր են չափսերով, բայց իրանք երկար չեն կարող աշխատեն, այսինքն օրինակ որ ծանր վարժություն որ անում ես, չէ, ասենք կարող է մի 10 հատ կրկնություն կարողանաս անես, որովհետև դրանից ավել արդեն են ամենախոշոր մկանաթելերն էլ իրանք հոգնում են, էլ չեն կարողանում ոնց որ աշխատել, ու այս ավելի խոշոր մկանաթելերը, type 2 մկանաթելերը իրանք ավելի հեշտ են վնասվում, ու իրանց վերականգնման համար ավելի շատ ժամանակ է պետք, դրա համար այն մկանային խմբերը, որոնք որ ավելի շատ պրոպորցիա ունեն այս type 2 մկանաթելերի, իրանք ավելի երկար ժամանակ կարող է վերականգնվեն։ Ու ասենք այդ նույնիսկ չափսից շատ կախված էլ չի, որտեղ օրինակ տրիցեպսը անենց մկանա, որը շատ մեծ չի, բայց ինքը համեմատած դանդաղ է վերականգնվում հենց այդ նույն պատճառով, նույն բանի պատճառով։ Հասկացա։ Շատ հետաքրքիր է։ Ասացիր full body պարապմունքն է, նո ամենաշատը այդ խորհուրդ կտաս սկսնակների համար ու դրա հիմնավորումը շարունակենք, չէ՞, ասացիր որ մկանը
1-2 օրում վերականգնվում է, հա։ Հա, այդ առաջին բանն է, որ 1-2 օրում վերականգնվում է, այդքան ժամանակ աճում է։ Հա, մոտավոր մի 2 օր աճում է, դրանից բացի մի երկու բան էլ կա, որ կարևոր է հասկանալ։ Երկրորդ բանը այն է, որ ամեն մի պարապմունքի ընթացքում ամեն հավելյալ արած մոտեցում նույն մկանի համար շատ ավելի քիչ մկանային աճի ստիմուլ է առաջացնում, քան նախորդը, ինչը նշանակում է, որ սենց օրինակ բերեմ, եթե դու հիմա բիցեպսի վարժություն ես անում այսօր, հա, գնացիր պարապմունքի տեղը, դու արեցիր առաջի մոտեցումը բիցեպսի, սրանից քո մկանները, ասենք քո բիցեպսը կաճի ինչ-որ x չափով, հիմա բայց որ երկու մոտեցում անես, երկրորդ անես, նես չի սրանից 2x չափով կաճի։ Սրանից կաճի, ասենք մոտ մի 1.4x չափով։ Այսինքն այդքան 4, այսինքն երկու անգամից ավելի քիչ հա, է։ այդ նու այն թե ինչքան ավելի քիչ է, այս պայն երկու հատ մետա անալիզ կան, որոնք հենց ոնց որ հենց այս են հետազոտում, այսինքն ինչքան ավելի քիչ մկանային աճի ստիմուլ է առաջացնում ամեն հավելյալ մոտեցումը, ու ես քեզ այս երկու մետա անալիզներն էլ ոնց որ կուղարկեմ, կարաս երկուսն էլ կցես, իրանց թվերը մի փոքր տարբերվում է, բայց այն մետա անալիզը, որը որ ավելի այս վերջերս է դուրս եկել, ավելի թարմ է ու իր մեջ այն սելեկցիան ոնց որ ստադիների, որոնց հիման վրա որ արված է այդ մետա անալիզը, իմ կարծիքով մի քիչ ավելի ճշգրիտ է, ու այդ մետա անալիզը ասում է, որ ոնց որ երկրորդ մոտեցումը մոտ 1.4x, երրորդ մոտեցումը մոտավոր 1.6x, այսինքն շատ արագ որ էքսպոնենցիալ իջնում է այդ հավելյալ օգուտը, որ դու քաղում ես ամեն արած հավելյալ մոտեցումից, էլի։ Ու այդ մոտեցումները, հա, ոչ թե վարժությունը, այլ ասենք, եթե մի վարժությունը 3 մոտեցում ես անում, այդ ամեն մեկից այդքան ընկնում է։ Հենց այդ է, այսինքն ինչ է դա նշանակում, որ եթե դու նույնիսկ ասենք բիցեպսի երկու հատ վարժություն ես անում, իսկ բիցեպսը լավ օրինակ է, որտեղ ինքը շատ པարզ մկան է ու ասենք մարդիկ, որ տարբեր վարժություններ անում, դրանք հիմնականում նույն բանն են, էլի, որտեղ նույն ֆունկցիան են կատարում, ասենք արմունկը ծալելու, այսինքն եթե դու անում ես երկու վարժություն 3 մոտեցում, այս կարելի ասել մոտավոր մի 6 մոտեցում է դառնում, այսինքն այն քո երկրորդ վարժության, ասենք 5-րդ ու 6-րդ մոտեցումը, նու երկրորդ վարժության 2-րդ ու 3-րդ մոտեցումը, որը դառնում է այդ ընդհանուրի 5-րդ, 6-րդ մոտեցումը, արդեն շատ քիչ հավելյալ ստիմուլ է առաջացնում։ Այսինքն այնքան քիչ, որ ասենք կան նույնիսկ էլի այդպես մետաանալիզներ, որոնք համատում են արած ընդհանուր, նու այդ երկու մետաանալիզից մեկն է, էլի, որը համատում ասենք 5 ու 10 արած մոտեցման տարբերությունը ու շատ փոքր տարբերություն են տեսնում մկանային աճի տեսանկյունից։ Այսինքն այս սրանից ոնց որ կարանք sense հետևություն անենք, լավ մի հատ էլ բան ասեմ, նոր հետևություն անենք, ու բացի դրանից ամեն հավելյալ արած մոտեցում ավելի շատ muscle damage է առաջացնում, ինչը նշանակում է քաղած օգուտը ամեն հավելյալ մոտեցումից ավելի քիչ է, բայց առաջացած վնասը, հա, այդ վնասը այն է, ինչից դու պետքա վերականգնվես, որտեվ եթե մինչև քո մյուս պարապմունք չես հասցնում վերականգնվես, հաջորդ պարապմունքի որակը իջնելու է սրանից։ Դու հաջորդ պարապմունքին նույն չափ շատ մկանաթելեր չես կարող ակտիվացնես մկանում, որպեսզի այդքան լավ իրանք աճեն, հա, որտեվ ինչքան շատ մկանաթելերը ակտիվանան, այդքան շատ մկանաթելերը աճի ստիմուլ կստանան ու այդքան ավելի լավ կաճի մկանը։ Սրա մասին էլ կխոսանք մի քիչ ավելի մանրամասն, բայց ստացվում է դու այդ նույն մակարդակի չես կարող հասնես ակտիվացիայի, դրա համար շատ կարևոր է, որ դու հասցնես վերականգնվես մինչև քո մյուս պարապմունքը։ Այսինքն շատ մոտեցումներ անելը, չափից շատ, համ համարյա թե ոչ մի օգուտ չի տալիս, համ էլ ոնց որ շատացնում է ռիսկը, որ քո մյուս պարապմունքը մինչև դու չես վերականգնվի կամ ավելի շատ ժամանակ պետք է սպասես մինչև մյուս պարապմունքը։ Բայց ոնց որ ասեցինք, արդեն ոնց որ 2 օրից հետո ստիմուլը իջնելու է, ու եթե դու պետք է 2 օրից շատ սպասես, ասենք եթե պետք է դու մի 10 օր սպասես մինչև քո մյուս պարապմունքը, որտեվ չես վերականգնվել, ու սենց դու կարաս այսքան muscle damage առաջացնես, էլի ռեալ է, ստացվում է դու անիմաստ 8 օր ատրոֆիայի ես ենթարկվում, անիմաստ շատ բան անելու պատճառով։ Ահա, դու հասկացա։ Ու այդ դրա պատճառով հետևությունն էլ ասեմ, ինչն է հետևությունը, որ ընդհանուր NES պրոգրամներ գրել է, որոնք որ պարապացնում են մկանային խումբը նույն ավելի հաճախականորեն, բայց ավելի քիչ, հա, փոքր վոլյումով, այսինքն քիչ մոտեցումներով, ընդհանուր ավելի էֆեկտիվ է լինելու, որովհետև սենց օրինակ բերեմ, դու կարաս գնաս մի օր, ասենք բիցեպսը պարապացնես մի օր շաբաթվա մեջ, անես 3 մոտեցում բիցեպսի համար, ու ասենք երկրորդ մարդ, ինչ որ ես գնամ 3 օր պարապմունքի բիցեպսի համար, հա, 3 օր պարապացնեմ բիցեպսը ու անեմ մի մոտեցում, ու ասում եմ մենք երկուսս էլ նույն քանակի աշխատանք ենք արել, բայց իմ բիցեպսը շատ ավելի լավ կաճի, ասեմ ավելի քոնը չի աճի, որտեվ ոնց որ մենք maintenance study-ներ ունենք, այսինքն նենց հետազոտություններ, որոնք որ հետազոտում են այն թե ինչքան մոտեցում պետք է անես, որպեսզի զուտ մկանը
մնա նույնը, հա, մկանային մասան չփոխվի, չշատանա, չքչանա, ու 3-ից 4 մոտեցում շաբաթը մի անգամ այդ maintenance-ը համարվում, այսինքն դա այնքան վոլյումա, որ քեզ պետքա որ զուտ պահես մկանը նույն վիճակում, բայց եթե դու գնաս շաբաթը 3 անգամ անես մի մոտեցում, դու բավականին լավ աճ կտեսնես, հենց այդ մեր ասած ֆակտորների պատճառով էլի։ Այսինքն ավելի լավ է դու full body անես, այսինքն ամեն անգամ քո մկանները քիչ-քիչ պարապացնես, բայց սա, որ այդ քո ասած պրինցիպին հետևի, ճիշտ է, հասկանում եմ դա հիմնավորումը։ Հա, միանշանակ, որտեվ դե մարդկաս մեծ մասը, ասենց ասեմ, եթե դու շաբաթը 3-4 անգամ ես ուզում պարապես, ասենք շաբաթը 3 անգամ կամ օրու մեջով, full body-ից ավելի լավ տարբերակ չի կարա լինի, ոնց որ ֆիզիկապես, որովհետև եթե քեզ ինչ-որ մեկը եթե իհարկե դու ուզում ես բոլոր մկանները տաճեն, մարդկա օրինակ ոտ չի անում ընդհանրապես, այդ դեպքում կարաս ամեն օր պրոստը ամեն պարապմունքին upper body անես, բայց նկատեմ ասենք միջին վիճակագրական մարդու համար, ով որ ասենք ուզում է շաբաթը պարապի 3 անգամ կամ նույնիսկ 2 անգամ կամ օրու մեջով, full body-ից լավ տարբերակ չի կարա լինի, որովհետև դու պետքա ուրեմն եթե ուրիշ բան անես, ասենք upper lower կամ ինչ-որ նես պրոգրամ, որտեղ հաճախականությունը ավելի ցածր է լինելու, քո ատրոֆիայի պերիոդները ավելի մեծ են լինելու ու դու եթե նույն իհարկե ենթադրում ենք, որ նույն քանակի նույն վոլյումն ես անում, նույն քանակի մոտեցումներ ու վարժություններ ես անում երկու դեպքում էլ բնականաբար ավելի քիչ աճելու, որտեղ դու ասենք անելու ես ինչ-որ շաբաթը 3 անգամ մի մոտեցումի տեղը, ասենք անելու ես մի օր 2 մոտեցում, մի օր մի ու արդեն այն երկրորդ մոտեցումը ավելի քիչ ստիմուլ առաջացնելու։ Նույն քո ասած պրինցիպով, հա։ Իսկ գիտես իմ համար ինչն է տարօրինակ, որ հիմա ես օրինակ ինչ ջիմ գնացել եմ, եթե տրեներով ա եղել, առաջինը ինձ այդ ջիմում ասել են, դե կանես բան դոշ բիցեպս կամ մեջք տրիցեպս, ու տենց սոշում օրը 2 մկան էլի։ Էսի ասում եմ, թե full body-ն է ամենաէֆեկտիվը։ Էսի լավ հարց է, ու կարամ մի քիչ հերվից կամ այս հարցը պատասխանելու համար, որտեղից է եկել էս, ասենք միֆը կամ ասենք դաժե միֆել չէ որտեղից է այս պրոգրամը այսքան պոպուլյար դառը այս շատ է եղել է Gold Era-ի bodybuilding-ի ժամանակ, այսինքն այդ բոլորի սիրած Arnold Schwarzenegger, ասենք չգիտեմ ուրիշ Gold Era-ի bodybuilder-ներ, ինչ որ Kevin Levrone, բան, հա, ավելի չնայած նոր այնքը կամ Ronnie Coleman, իրանք այս bro split-ը շատ պոպուլյար են դարձրել ու սրա համար հավանական բացատրություն կա որը շատ հետաքրքիր է իրականում թե ինչից է այս եկել բայց առաջին հերթին սկսեմ նրանից որ ասեմ որ երբ որ դու շատ բարձր դոզայի ստերոիդներ ես օգտագործում պարապմունքները այն թե դու ինչ ես անում ջիմում սկսում են շատ ավելի քիչ կարևորություն ունենալ որովհետև քո պրոգրեսի ասենք կարող է մի 80-90%, այսինքն քո այդ մկանային աճի ասենք մի 90%-ը կարող է գա զուտ ստերոիդներից ու ստերոիդները իրանք ոնց որ շատ մարդիկ կան մտածում են որ նենց են աշխատում որ ուղակի օգնում են որ դու արագ վերականգնվես պարապմունքից կամ ասենք չգիտեմ նենց են անում որ այդ պարապմունքից ստացած մկանային աճի ստիմուլը ավելի մեծ է դառնում բայց իրականում էս տենց չի ստերոիդները իրանք լրիվ առանձին մկանային աճի ստիմուլի մեխանիզմ են իսկ դաժե թե ոչի բան չանես տուն ունես պրոստը ստերոիդ սրսկվես մեկը մկանես հենց էտա հա ու որովհետև մենք հենց այդ հետազոտություններ ունենք որոնք էդի հենց հետազոտել են այսինքն իրանք 4 control group են ունեցել առաջինը մարդիկ ովքեր ստերոիդ են անում ու պարապում են մարդիկ ովքեր ստերոիդ չեն անում ու պարապում են մարդիկ ովքեր ստերոիդ չեն անում ու չեն պարապում ոչ մի բան չեն անում ու մարդիկ ովքեր մենակ ստերոիդներ են անում ու իրանք գտել են որ ու 12 շաբաթ է տևել եթե չեմ սխալվում այս հետազոտությունը ու այն մարդիկ ովքեր զուտ ստերոիդ են անում ու ոչ մի բան չեն անում այս 12 շաբաթվա ընթացքում ավելի շատ ու եթե չեմ սխալվում մի 2.5 անգամ ավելի շատ մկանային աճ են ունենում, քան այն մարդիկ, ովքեր պրոստը պարապում են ջիմում, էլի։ Ուզում ասեմ, այսքան մեծ է էֆեկտը ստերոիդների, ու սենց շատ հետազոտություններ կան, ուզում ասեմ, այս նես չի էլ ինչ որ սենց սպեկուլյացիա է, իրոք ստերոիդները լրիվ առանձին պարապելուց մկանային աճի ստիմուլ են հաղորդում ու կախված քո գենետիկայից, ասենք hyper responder-ներ կան, այսինքն մարդիկ կան, ովքեր նու ասենք Ronnie Coleman բան, հա, ասենք այդ էքստրեմալ դեպքերը որ տեսնում ես, իրանք hyper responder են, այսինքն իրանց օրգանիզմը շատ ուրիշ, ոչ թե ուրիշ, այլ շատ լավ է, ասենց ասեմ, ստերոիդներին ռեակցիա տալ, իրանք շատ են մկանային աճ տեսնում դրանից։ Այսինքն դա պրոստը ինչ որ տարածված սխալ թեորեմատություն է, էլի, որ այդ սպլիտն է տենց, հա։ Մեկ էլ ուզում եի հարցնել, ոնց որ ես օրինակ շատ սպլիթերի մասին եմ լսել, հա, ես օրինակ ուզում եի GI Gym սկսեցի մի քիչ ինձնով research անել, ու տենց ահագին տարբերակներ կար, ու հիմա տենց տպավորություն չէր, որ ասում էին դե
այս մի հատ նա հաստատ ամենալավը, ասես միշտ ասում են, դե sense trade-off-ներ կան, sense չգիտեմ դու պետք է ընտրես։ Ուզում եմ հարցնել, իթե օրինակ ուրիշ ինչ split-եր կան ու ինչ որ ժամանակ իմաստ ունի դրանցով զբաղվել, թե չէ։ Ու մեկ էլ տարբերությունը ինչքան է դրա մեջ, օրինակ դա էլ ինձ հետաքրքիր։ Ես տենց սուբյեկտիվ միշտ մտածել եմ, որ ինչ split-ել ուզում ես արա, եթե տենց նորմալ ստաբիլ հաճախում ես, պլյուս մինուս ինչ որ նույն ռեզուլտատը պետք է ստանաս, հա, ասենք կարող է թե դու ավելի օպտիմալ պարապես, չգիտեմ, մի 20% ավել բան անես։ Բայց քո ասածից ես ավելի շատ հասկանում եմ, որ չէ, օրինակ դու եթե full body պարապես կարող մի 2 անգամ ավելի լավ ռեզուլտատ ունենաս նույն ժամանակում, քան եթե այդ bro split-ով պարապես։ Հա, միանշանակ, բայց ես նաև կասեմ, որ եթե ենթադրում ենք, որ վարժությունների սելեկցիան նույնն է, ու եթե ենթադրում ենք, որ այդ երկու split-ում մնացած ամեն ինչը լրիվ նույն ձև են անում, այսինքն հա լրիվ նույն ինտենսիվությամբ են մարզվում, ամեն ինչը նույնն են անում, միակ տարբերությունը, որը լինելու է, ու եթե ենթադրում ենք, որ ասենք այդ bro split-ով պարապող մարդը այդքան շատ վոլյում անում, որ իրոք աճի, հա, որտեվ ասացի, որ maintenance study-ները ցույց են տալի, որ եթե շաբաթը մի անգամ ես մարզում մկանային խումբը, պետքա գոնե մի 5-6 մոտեցում անես, որպեսզի ռեալ աճի։ Բայց միակ տարբերությունը այս երկու դեպքի միջև լինելու է այն թե ինչքան արագ է քո պրոգրեսը լինելու, այսինքն եթե մենք այս երկու մարդուն նայենք, ասենք մի 15 տարուց, ամենայն հավանականությամբ նույն արդյունքն են ունենալու։ Դե բնականաբար եթե ենթադրում ենք նույն գենետիկան, մնացած ամեն ինչը նույնն է, մենակ split-երն է տարբերվում, այսինքն full body-ով դու զուտ է նրա հաշվին, որ ավելի շատ մկանային աճ ես ունենում, ավելի շուտ կկարողանաս հասնես քո, ասենք այդ գենետիկ պոտենցիալին, հա, քո լիմիտին, բայց ռեալ երկարաժամկետ, ասենք վարժությունների ընտրությունը, օրինակ, շատ ավելի կարևոր է լինելու այն նրա համար, թե դու քո ոնց որ full պոտենցիալը կարող ես ոնց որ բացահայտես լրիվ մկանային աճ ունես։ Ինչքան ասացիր մոտավորապես տարբերությունը կրնի այդ երկուսի միջև արագության տեսանկյունից շատ դժվար է ասել։ Դե նայ օրինակ sense դեպքերի համար բան կա, այս Chris Beardsley-ն է ստեղծել, կոչվում է weekly net stimulus model, ինքը տենց կալկուլյատոր է կարելի ասել, որով դու sense կարող ես շատ մոտավոր հաշվարկ անել մկանային աճի ստիմուլի ընդհանուր, այսինքն դու իր մեջ գրանցում ես քո շաբաթվա պարապունքները, ոչ թե պարապունքները, այլ ոնց որ քո split-ը, հա, նո այնտեղ հենց split-ը չի, ուղղակի հաճախականությունն ես գրանցում, այսինքն նույն մկանը քանի անգամ ես շաբաթը պարապացնում ու քանի մոտեցումով, ու ինքը քեզ մոտավոր net stimulus-ի ինչ-որ թիվ է տալի, ինքը arbitrary unit-ներ է, հա, ինչ-որ տենց չի ասում 1 կիլո մկան, ինքը քեզ ասում է, օքեյ, օրինակ 4 է քո weekly net stimulus-ը, ու դու կարաս համեմատես, այսինքն օրինակ այդ full body-ը գրանցես, տեսնես 4-ա, հետո bro split-ը գրանցես, տեսնես, ասենք 1.3-ա, այսին նշանակում է, իհարկե էլի ինքը թիվը քանի որ arbitrary unit-ներ է, չի նշանակում, որ 3 անգամ ավելի արագ կլինի progress-ը, այսինքն ճիշտ չի լինի sense ինտերպրետացնել, բայց գոնե մոտավոր պատկերացում կկազմես էլի, բայց կարամ ասեմ, որ բավականին զգալի կարա լինի էլի ռեզուլտատը, որովհետև ես երևի բոլոր split-երը արել եմ, որ սկսել եմ պարապել էլի այդպես bro split-ով եմ արել, որտեվ մարզիչս է տաս է ու ոնց որ այդ իմ կյանքի առաջի ու վերջի մարզիչով ոնց որ experience-ն ա եղել, այտենց մի 4 ամիս է, որ լրիվ նոր եմ սկսել պարապել, ու հետո արդեն որ սկսեցի ես ինքս խորանալ, հասկացա, որ այտենց ամենավատ տարբերակն է այդ իհարկե ավելի ուշ, բայց հետագայում որ full body փորձեցի, երևի մի 2 անգամ գոնե արագ էր progress-ը էլի, ես կասեի, այսինքն շատ զգալի կարա լինի տարբերությունը։ Մի հատ ուրիշ split-ի մասին էլ եմ ուզում խոսանք, որ ես եմ դրանով պարապում զուտ դրա համար, բան push-pull legs, դրա մասին ինչ կասես։ Նայ, առասարակ իմ կարծիքով մենակ երկու տեսակի split կա իմաստ անելու, որովհետև ով ուզում ես եղի, այս երկուսի մեջ է լինելու ամենաօպտիմալը քո համար, կամ full body, եթե դու այն մարդն ես, ով ուզում է պարապի շաբաթը 3 անգամ կամ 4 անգամ կամ օրու մեջով, կամ an split, որտեղ դու բոլոր մարմնի մկանները երկու մասի ես բաժանում, այսինքն էսի կարելի լինի upper lower, anterior posterior, sense split-երը կան էլի ավելի քիչ տարածված, բայց միտքը այն է, որ ոնց որ երկու պարապունքում, երկու օրվա մեջ բոլոր այն մկանները, որոնք ուզում ես մարզում ես։ Ու հիմա իրենց տարբերության մասին ասեմ։ Full body լավը այն է, որ դու կարաս անես full body, ասենք օրու մեջով, ու այդ արանքի օրը, որ դու հանգստանում ես, էսի այն օրն է, երբ որ այդ muscle damage-ը հասնում է իր peak-ին, այսինքն կոպիտ ասած էսի այն օրն է, այն ժամանակն է, որ եթե դու գնայիր պարապմունքի,
ամենաշատ բացասական էֆեկտներ էսի ունենալու քո պարապմունքի վրա, որտեղ ելի եմ ասում ես inflammation-ը այն ինչ որ բացասական ազդելու է քո պարապմունքի որակի վրա, ինքը իր այդ պիկին ասնում, հա, դες ստադիներ կան, որ նայես, դրանից հետո սկսում է իջնել, կախված նրանից թե դու ինչքան բան ես արել, բնականաբար ինչքան մոտեցումներ ես արել, ինչքան ինչ կրկնություններով ես արել, ասենք ինչ վարժություններ են եղել, այսինքն այդ fatigue-ի վրա ազդող ֆակտորներ կան, բայց մոտավոր, եթե ենթադրում ենք դու այդքան բան ես արել, որ 2 օրում կհասցնես վերականգնվել դրանից, այդ երկրորդ օրվա մեջ ինքը հասնելու է իր պիկին, դրա համար լավ է, որ դու այս պիկի ժամանակ չես մարզվում, դու այդ մի օրը բաց ես թողում ու հաջորդ օրն ես պարապմունքի գնում ու սրա հաշվին այդ post workout fatigue-ից վերականգնված ես լինում։ Բայց այստեղ կա այդ full body, ասենք խնդիրը կլինի այն, որ կա intra workout fatigue, այսինքն եթե դու պարապմունքդ շատ երկար է տևում ու եթե դու ասենք շատ sense maximalist մարդ ես, հա, ուզում ես sense իդեալական չասեմ, ասեմ շատ մանրակրկիտ ուզում ես ամեն մկանի, ամեն ռեգիոնը թիրախավորես, քեզ պետք է լինելու անես շատ վարժություններ, ասենք կարաս մի 16 հատ վարժություն անես, օրինակի համար մի 20 հատ վարժություն կարաս անես, եթե դու sense իրոք մաքսիմալիստ ես, ասենք մի հատ, չգիտեմ, quadriceps-ի, ասենք rectus femoris-ի համ ծնկի մոտի հատվածն ես ուզում, համ ազդրի մոտի հատվածն ես ուզում, ասենք պրեսի համար էլ, ասենք համ վերևի, համ ներքի համար վարժություններ ես անում, կարա երկար տևի պարապմունքը ու կարաս դու սրանից հոգնես, այսինքն այն վարժությունները, որոնք որ պարապմունքի վերջում ես անում, այս սրանց կատարման որակի վրա էլ է բացասականորեն ազդելու էսի։ Այսինքն այստեղ այդ trade-off-ն է, էլի, ոնց անես, որ ոնց որ որն ես ուզում ընտրես լինի ավելի շատ intra workout fatigue, այսինքն նույն պարապմունքի ընթացքում առաջացած fatigue-ը քեզ խանգարի, թե հաջորդ օրվա fatigue-ը, ու այստեղ ճիշտ պատասխանը կախված է լինելու նրանից, թե դու ասենք քանի հատ վարժություն ես անում, այսինքն եթե դու ավելի մինիմալիստ տենց full body workout անես, որտեղ 20 վարժության տեղը 10 վարժություն ես անում, էսի շատ մինիմալ ձևի է ազդելու, ասենք էլի կարաս հանգիստ 10 վարժություն անես, հատկապես եթե դու անում ես full body օրու մեջով, դու կարաս ամեն ինչը մի մոտեցում անես, ու էսի շատ մինիմալ ոնց որ կազդի շատ չես հոգնի։ Բայց եթե դու անում ես, ասենք օրինակի համար upper lower ու անում ես ամեն օր, որովհետև եթե ուզում ես նույն հաճախականությունը ունենաս, հա, բոլոր մկանները օրու մեջով մարզես, պետք է ամեն օր գնաս պարապմունքի, դու կարաս անես ավելի քիչ վարժություններ, բնականաբար դու կարաս անես, ասենք մենակ այդ upper body վարժությունները, ու ասես քո պարապմունքը ավելի կարճ կտևի, ավելի քիչ fatigue կառաջացնի, այսինքն այդ հաջորդ օրվա պարապմունքի վրա ինչ որ էֆեկտ կլինի, հա, բացասական, բայց ավելի փոքր կլինի, քան եթե դու 2 օր իրար հետևից full body անեիր։ Հա, հասկացա, այսինքն կարճ ասած, եթե ոնց որ մարմնիդ կեսն ես պարապացնում, ավելի քիչ վարժություններ պետք է անես։ Հա, այսինքն ավելի քիչ fatigue է մյուս օրը, բայց մեկը ինչ որ չափով fatigue կա, բայց զատո պարապմունքդ կարճ է տևում, այսինքն պարապմունքի ընթացքում այդքան շատ չես հոգնում։ Ստե այդ trade-off-ն է, դու ինչ ես ուզում, քեզ որն ավելի նախընտրելի, որովհետև ես օրինակ շատ մարդկանց հետ աշխատել եմ ու ես մենակ այս երկու split-ն եմ էլի տալիս, ասենք իմ մարզիկներին կամ upper lower կամ full body, որովհետև էլի եմ ասում այդ երկուսից բացի ուրիշ բան անելու իմաստ երբեք չկա, հեսա push pull legs-ի մասին եք խոսում, քո հարցը չեմ մոռացել։ Ու մարդիկան իրանք ասում են իմ համար էս full body պարապմունքը շատ երկար է տևում, կամ ասենք պրակտիկ տեսանկյունից իմ ժամանակը push pull legs-ի պարապմունքը մոտավոր գնաս full body պարապմունքը։ Նու եթե դες շատ մաքսիմալիստ լինես ու լավ հանգստանաս մոտեցումների արանքում, կարա մի 2-3 ժամ տևի, ասենք ամեն ինչ իրար հետ նկատի ունեմ տաքանալը, ասենք եթե դաժե պարապմունքից հետո կարդիո ես անում, ասենք ոչ գիտեմ stretching ես անում, sense բաներ, հա, բայց դու կարաս շատ հանգիստ, մինիմալիստ, ասենք full body workout անես, ասենք մի ժամ ու կեսում թեկուս, շատ էֆեկտիվ էլի նկատեմ, որ շատ լավ արդյունք ունենաս։ Նրա համար ինձ թվում է թե շատ մարդու նպատակներից է գալիս, կարաս ընտրես ինչ-որ տես compound վարժություններ, որոնք միաժամանակ շատ մկաններ աշխատացնում են, տես արագ-արագ անես, բրցնես, գնաս ու ամեն ինչը մի մոտեցումով էլ կարաս, եթե մի 3 անգամ անում ես full body։ Բայց ինչը վերաբերվում է push pull legs-ին, ինչի օրինակ ես երբեք մարդու խորհուրդ չէի տա push pull legs անել, համ դու գոնե շաբաթը 6 օր պետքա պարապես, որպեսզի շաբաթը 2 անգամ հաճախականություն ունենաս, հա, որովհետև ասեցինք, որ շաբաթը մի անգամ հաճախականությամբ մկանը մարզելը շատ քիչ էֆեկտիվ է, պետքա շատ մոտեցումներ անես ու համ էսի շատ fatigue առաջացնելու, համ մկանային աճի ստիմուլը շատ փոքր է լինելու։ Եթե շաբաթը 2 անգամ դու մարզես ամեն մկանը, այսինքն լինելու է շաբաթը 6 օր, այսինքն իրար հետևից 6 օր գնալու ես պարապմունքի, այս post workout fatigue-ի խնդիրը լինելու է։ Քո նախորդ օրվա պարապմունքը ինչ որ չափով ազդելու է այս օրվա պարապմունքի որակի վրա, բայց բացի դրանից դու շաբաթը 2 անգամ հաճախականություն ես մենակ ունենալու։ Այսինքն դու դրա տեղը կարող անեիր շաբաթը 6 օր upper lower,
էլի էս նույն խնդիրը կլիներ, հա, հաջորդ օրվա, ասենք post workout fatigue-ը կլիներ, նախորդ օրվա նկատի ունեմ, բայց գոնե շաբաթը 3 անգամ հաճախականությամբ կլիներ, այսինքն ուղղակի ավելի արագ կաճեր քո մկանները։ Այսինքն ոչ մի բանով ինքը ավելի վատը չի, հա, upper lower-ը push pull legs-ից, բայց ավելի բարձր հաճախականություն կունենաս, ավելի էֆեկտիվ է։ Քանի որ push pull legs-ը ես դրանով եմ պարապում, ուզում եմ մի քիչ պաշտպանեմ իրան։ Մի հատ արգումենտ կար, որ լսել էի, որ ասում է ինքը ավելի բնական է այն առումով, որ այն մկանները, որ սովորական ժամանակ իրար հետ են աշխատում, այդ պարապմունքի մեջ են իրար հետ աշխատում։ Օրինակի համար, եթե դու բրդում ես ինչ-որ բան, ոչ թե ջիմում, այլ ասենք կյանքում, քո դոշը ու տրիցեպսը հավանաբար իրար հետ են աշխատելու։ Ու այդտեղ որ դու իրանց իրար հետ պարապացնում ես, ոնց որ այդ ուղեղդ սովորում է ավելի ֆունկցիոնալ լինել, էլի, այսինքն դու կարող ես այդ ուժը, որ քո ջիմում ստացել ես, համել իրական կյանքում ավելի էֆեկտիվ կիրառես։ Այդ տենց է, թե չէ։ Ստեղ մի երկու բան կա, որ կարելի է ոնց որ դրա մասին խոսալ։ Առաջին հերթին հələ ֆունկցիոնալությունը մի կողմ թողենք, ինձ թվում է այսի կարանք քննարկենք, էս լայն ինձ թվում է շատ սխալ հասկացված մարդկանց կողմից բան։ Զուտ ասենք մկանային աճի տեսանկյունից դա առաջին հերթին բնականաբար full body-ի ժամանակ էլ կարաս դու լրիվ նույն վարժությունները անես, այսինքն եթե դու ինչ-որ անում ես bench press, հա, կամ ուղղակի ինչ-որ pressing movement, ինչ-որ սարքավորումի վրա, որտեղ համ քո դոշը համ տրիցեպսը աշխատելու է, այս նույն բանը կարաս full body-ի ժամանակի անես, այսինքն այստեղ հիմնականում փոխվում է ոչ թե հենց վարժությունների սելեկցիան, այլ այն թե դու ոնց ես սրանք դասավորում շաբաթվա կտրվածքով, ասենք ոնց ես իրար հետ անում ու ինչքան մոտեցումով ես անում։ Ու երկրորդ բանը այն է, որ որպեսզի մկանը լավ աճի, մի հատ կարևոր պահ կա, որ պետք է հասկանալ, շատ կարևոր է, որ այդ մկանում շատ մկանաթելեր ակտիվանան, այսինքն առհասարակ մկանային աճը вообще ասել մկանը պարապացնել կամ ասենք մկանը աճացնել ինքը սխալ արտահայտություն է, որտեվ աճում են մենակ մկանաթելերը, որոնցից որ այդ մկանը բաղկացած է, ու կարող մարդիկ ասեն, այսի բանը, ասենք semantics կամ ինչ-որ բառերից էս կախվում, հա, ասենք ինչ-որ մարդը, որ ասում է մկանը աճացնել, ինքը հենց այդի նկատի ունի, բայց ասեմ ինչի է այսի, ասես շատ կարևոր նյուանս։ Առհասարակ մկանաթելերը իրանք դե արդեն խոսացինք, կան type 1 ու type 2 մկանաթելեր, ու իրանք ակտիվանում են որոշակի հաջորդականությամբ, այսինքն երբ որ դու ինչ-որ այս ռամասն էլ կարճ խոսացինք, եթե ինչ-որ պարզ բան ես անում, հա, ես այս բաժակը վերցնում, բարձրացնում եմ, իմ ուղեղը ակտիվացնելու է այնքան մկանաթել, ինչքան հարկավոր է այս գործողությունը կատարելու համար։ Քանի որ էսի շատ པարզ գործողություն է, ակտիվանալու են մենակ շատ քիչ քանակի մկանաթելեր, ու նաև ակտիվանալու են մենակ ամենափոքր մկանաթելերը, որովհետև փոքրից մեծ հաջորդականությամբ են իրենք ակտիվանում, էսի կոչվում է Henneman size principle։ Ու էսի շատ կարևոր է, որովհետև ինչքան մկան ավելի մեծ է, ինքը այդքան ավելի շատ աճի պոտենցիալ ունի։ Այսինքն, երբ որ դու օրինակ սկսում ես մարզվել, հա, պարապել, դու շատ բազմաթիվ մկանաթելեր ունես, որոնք որ դեռ աճի պոտենցիալ ունեն, բայց գնալով ինչքան պարապում ես, որոշ մկանաթելեր հասնում են իրանց մաքսիմալ աճի պոտենցիալի, էլ դրանից ավել չեն կարող աճեն, ու քեզ մնում են մենակ այն ամենախոշոր մկանաթելերը, որոնք որ դեռ կարան աճեն։ Ու որպեսզի այս ամենախոշորները դու կարողանաս աճացնես, պետք է անցնես, որ իրանք շարժումը կատարելու ընթացքում ակտիվանան, ու սրա համար պետք է որ այդ թիրախային մկանում դու մաքսիմալ շատ քանակի մկանաթելեր ակտիվացնես, որտեվ էլի եմ ասում, այդ ամենախոշորները իրանք ամենավերջում են ակտիվանալու, այսինքն այն պատկերացրու են top 5% ամենախոշոր մկանաթելերը, որ ակտիվացնես, որը որ ամենաշատ աճի պոտենցիալ ունեն, ամենավերջում են։ Դու պետք է այդքան նենց շարժում անես, որը որ քեզ, ասենք, կդրթի, ոչ թե շարժում, այլ առհասարակ նենց գծկում անես այդ մկանի համար, որը 95%-ը բավական չլինի էդի կատարելու համար, ու քեզ քո ուղեղին պետք լինի այն հավելյալ 5%-ն էլ ակտիվացնել, ու սրա համար համ պետք է շատ ջանք գործադրել, ու բացի դրանից պետք է որպեսզի այդ թիրախային մկանը ինքը այդ կատարած շարժումում լավ լծակ ունենա, որովհետև այս էլ այնա թե քո ուղեղը ոնց է որոշում կոնկրետ որ մկանը աշխատացնի, այսինքն էսի կոչվում է neuromechanical matching, ոնց է քո ուղեղը որոշում, օրինակ, որ այս բաժակը վերցնելուց պետք է ակտիվանան, ասենք իմ ուսի ու բիցեպսի մկանները, ինչի չի ակտիվացնում, ասենք quadricepsը, հա, այսինքն ասենք մի քիչ աբսուրդ օրինակ բերեմ, բայց ասենք բացի դրանից կան դեպքեր, երբ որ որոշ մի քանի մկաններ կատարում են այդ նույն ֆունկցիան, բայց քո ուղեղը որոշում է թե որը պետք է առաջնահերթ ակտիվանա, ասենք ստեղ ինձ թվում է լավ օրինակ է արմունկի կծկելը,
մենք ունենք տարբեր մկաններ, որոնք այդ elbow flexion-ի համար են պատասխանատու, ասենք համ biceps-ը, համ brachioradialis-ը, որը ավելի շատ էս նախաբազուկի մկանն է, իրանք երկուսն են նույն ֆունկցիան են կատարում, բայց երբ որ քո արմունկը ավելի ծալված դիրքում է, քո brachioradialis-ը ավելի լավ ներքին լծակ ունի, դրա համար քո ուղեղը ավելի շատ իրան կաշխատացնի, իսկ երբ որ ավելի բացված դիրքում է, եթե այս դիրքից փորձեմ ծալեմ, ավելի շատ biceps-ն աշխատելու, որտեվ այն ավելի լավ լծակ ունի։ Ու սրա մեջ շատ չխորանանք, բայց էսի ինչի եմ ասում, եթե դու շարժումը անում ես, ասենք ինչ-որ դոշի շարժում ես անում, ստեղ քո տրիցեպսը այդքան լավ լծակ չունի, որտեվ բնականաբար դոշը ավելի լավ լծակ ունի այս շարժման համար, հա թևի, ասենք հորիզոնական ադուկցիայի, առաջնահերթ քո ուղեղը ակտիվացնելու է դոշի մկանները, հետո նոր, երբ որ դոշի, ասենք բոլոր այն մկանաթելերը, որոնք որ ինքը կարողացավ ակտիվացնել, ակտիվացրեց բրծավ, նոր անցնելու այն հաջորդ մկանին, որը երկրորդ ամենալավ լծակը ունի, հա, որտեվ էսի ավելի շատ էֆեկտիվության բան է, որտեղ եթե ինչ-որ մկան ամենալավ լծակը ունի, այդ նշանակում է այդ մկանը ակտիվացնելով, նույն չափ էներգիա ծախսելով, դու կարաս ավելի շատ torque առաջացնես այդ հոդում, այսինքն ավելի էֆեկտիվ շարժումը։ Քիչ էներգիա Հա, ծախսելով որտեվ օգուտ ստանա։ հա, ու ենթադրում եմ, որ ինչ որ էվոլյուցիայի ընթացքում էսի այդպես ձևավորված մեխանիզմ է, որովհետև բնականաբար շատ մեխանիզմներ կան, որ փորձում են նենց անեն, որ մեր ծախսած էներգիան մինիմալի հասցնեն, ու իսմա լագիշնի է, էլի մտածել, որ էս էլ է այդպես մեխանիզմներից մեկը, ու այս ամեն ինչը ինչի էի ասում, երբ որ դու դոշի վարժություն ես անում, քանի որ քո տրիցեպսը այդքան լավ լծակ չունի, ինքը այդքան շատ ակտիվ չի լինելու, այսինքն իրանում այդքան շատ մկանաթելեր չեն ակտիվանալու, ինչքան օրինակ tricep extension վարժություն անելուց, որտեղ մենակ տրիցեպսն է աշխատում, հա, ինչ որ ուրիշ մկան չկա, որ առասարակ լծակ ունի այդ շարժումը կատարելու համար, դրա համար tricep extension-ից շատ ավելի շատ մկանաթելեր կակտիվանան, հատկապես այն խոշորներից ու ավելի լավ կաճեն։ Այսինքն օրինակ դժը sense ես քեզ կանամ օրինակ բերեմ, որ ավելի լավ պատկերացնես, ինչ որ սկսնակ մարդը կարող է դոշի վարժություն անելուց իր տրիցեպսն էլ աճի ինչ որ չափով, բնականաբար եթե խոսում ենք ինչ որ pressing movement-ի մասին, ոչ թե fly-ի, որտեղ biceps-ն ավելի շատ։ Շարունակեմ տենամ ճիշտ եմ հասկացել, թե չէ։ Սկսնակ մարդը, որ անի դոշի վարժություն, ասենք բանը շտանգով վարկած ժիմ, իր տրիցեպսն է կարող աճի, որովհետև իր մոտ հələ այն type make and poker մկանաթելերը չեն հասել իրանց լիմիտին, դրա համար այսինքն քիչ է ակտիվացնում, բայց եթե դու արդեն փորձառու ես, քո այդ poker մկանաթելերը արդեն իրանց լիմիտին են հասել, որպեսզի մեծանա, պետք է մեծերը բառը։ Հենց այդ է, հա, լրիվ ճիշտ ես հասկացել։ Դրա համար է պետք է ավելի, հա, կոնկրետ հենց այդ մկանի համար։ Ավելի իզոլացնող բան անես, հա, որպեսզի կարողանաս շարունակես աճել։ Ու դա միակ բանը չի, էլի վարժությունների սելեկցիան չի, մենակ ասենք ուրիշ բաներ կա, օրինակ bilateral force deficit ասվածը կա, ինչ է նա, որ այն երևույթն է, երբ որ երկու ձեռքով ենթադրենք ինչ որ վարժություն ես անում, միաժամանակ համ աջ համ ձախ ձեռքով, ընդհանուր ամեն ինդիվիդուալ մկանի, այսինքն համ աջ համ ձախ, ասենք տրիցեպսի ակտիվացիայի մակարդակը ավելի ցածր կլինի, քան եթե դու անես մի ձեռքով, հետո նոր մյուս, այսինքն unilateral որ անես, ասենց ավելի բարձր ակտիվացիայի մակարդակի կհասնես ու այսինքն միշտ եթե կարաս վարժություն անես, այնպես որ մի ձեռով կամ մի ոտով անես, ավելի լավ է տենց անես, հասկացու՞ց, աջ հետո ձախ։ Ես միշտ չի ասի, առաջին հերթին էս bilateral force deficit-ը ինքը ավելի արտահայտված է խոշոր մկանների դեպքում, օրինակ quadriceps, նստամկան, ասենք hamstrings, սրանց դեպքում օրինակ հետազոտություններ կա, որտեղ մինչև ասենք 10-15% դեֆիցիտ կարա լինի, այսինքն 10-15% ավելի քիչ մկանաթել կակտիվացնես, եթե իրար հետ անես, քան առանձին, ու կարևոր է հիշել, որ սրանք այդ 10-15% ամենախոշոր մկանաթելերն են, այսինքն նես չէ՞ էլի ուղղակի 10% քիչ կաճի մկան, այսի կարա կարող է 40% ավելի քիչ աճի մկան։ Կարող է այսի նույնիսկ աճելու, ու եթե շատ, ասենք երկար տարիներ մարզում ես, այսի կարա աճելու ու չաճելու, ասենք տարբերությունը լինի, էլի, այս 10%-ը։ Բայց բոլոր դեպքերում չի ասի ամեն ինչում արա, որովհետև որոշ վարժություններ մի ձեռքով անելը կամ մի ոտով անելը ավելի քիչ ստաբիլ է այդ վարժությունը դարձնում, ու էսի երկրորդ ֆակտորն է, որը նույնպես շատ կարևոր է, էլի մկանի ակտիվացիայի մակարդակի համար կարևոր է, որ վարժությունը ստաբիլ լինի, այսինքն բալանսի, կոորդինացիայի խնդիր չլինի, նես չլինի դու ասենք տատանվես կամ ստիպված լինես քո մարմինը ինքդ ձիգ բայես, ինչքան դու ավելի քիչ պետք է մտածես այս բալանսի մասին, այդքան դու կարաս կենտրոնանաս թիրախային մկանը ակտիվացնելու վրա, ավելի բարձր ակտիվացիայի մակարդակի հասնելու վրա։ Դրա համար ասենք ինչ ասեմ, մի ձեռով shoulder press անելը, հա, ինքը bilateral force deficit-ի տեսանկյունից ավելի լավ է, այսինքն այդ դեֆիցիտը ավելի փոքր է, բայց շատ բալանսի տեսանկյունից դժվար է մի ձեռով անելը, որովհետև քո մարմինը տատնանվելու է։ Դա համար այս դեպքերում խորտ չի տա, պրակտիկության տեսանկյունից դե բնականաբար ավելի երկար ժամանակ է տևելու, դրա համար այս տեսանկյունից էլ խորտ չի տա, սկսնակների համար խորտ չի տա, որովհետև իրանք այս motor unit recruitment-ի ադապտացիան, այսինքն
ունակությունը այն ամենախոշոր մկանաթելերը ակտիվացնելու լրիվ սկսնակները շատ վատ են էսրանից էլի, այսինքն իրանք դեռ ֆիզիկապես չեն կար, ասենք ինչ-որ սկսնակ մարդ փորձի իր մաքսիմալ ուժով կծկի, հա, բիցեպսը, ասենց ասեմ, իր մոտ կարող է voluntary activation deficit-ը, այսինքն այն մկանաթելերի քանակը, որոնք ինքը ֆիզիկապես չի կարողանում ակտիվացնի, շատ մեծ լինի համեմատած այն մարդու, ով որ արդեն տարիներ շարունակ մարզում է, որտեղ էսի այտենց նեյրոլոգիական ադապտացիա, որը ժամանակի ընթացքում տեղի ունենում, դու կարողանում ես ավելի շատ մկանաթելեր ակտիվացնել։ Ինչը վերաբերվում է մի քիչ շեղվեցինք թեմայից, բայց ինչը վերաբերվում է, ասենք, պրակտիկության չէ, ֆունկցիոնալության, հա, վարչության։ Ֆունկցիոնալության մասին մի հատ ավելի ավելացնեմ, էլի հարցից նոր իրար հետ պատասխանես։ Օրինակ ես քո ասածներից ինչ եմ շատ լսում, որ պետք է մկանները իզոլացնել ու կոնկրետ այդ մկանի ու ստաբիլացնել, հա, կոնկրետ այդ մկանի վրա պարապել։ Ես համոզված չեմ իմ ասածը հիմա ճիշտ է թե չէ, բայց իմ մոտ օրինակ տպավորություն է ստեղծվում, որ այտենց պարապելով կունենաս ոնց որ շատ մեծ մկաններ, բայց չես լինի շատ ֆունկցիոնալ։ Օրինակ ասեմ, մենօր մի հատ բան է, վիդեո նայում, բաներ, and Dr. Mike-ին գիտես, bodybuilder-ը, ու ինքը փորձում էր անել բաների, մարսկոյի կոծիկների ինչ որ ստանդարտները, հա, ու համեմատում էր ինչ որ ուրիշ մարսկոյի կոծիկի հետ։ Իր մկանները չնայած շատ մեծ էին, ինքը սաղ այդ վարժությունները շատ վատ էր անում, էլի։ Այսինքն պետք էր թռնել, ինքը շատ կարճ էր թռնում, դաշա ասենք պետք էր bench press անել, ինքը էլի շատ ավելի քաշ էր կարող անել, քան թե մարսկոյի կոծիկը։ Այսինքն ավելի քիչ ֆունկցիոնալ էր։ Violent arms, toes down, find your shit. Արդյոք դա այդ պարապելու, այդ իզոլացնելու, այդ պարապելու այդ ձևից չի գալի։ Որտեղ օրինակ շատ մարդիկ նույնիսկ տեսքի առումով չեն ուզում այդպես շատ մեծ ուրաս մկաններ ունենան, չէ՞, օրինակ շատ մարդու համար հաստատ չգիտեմ, ասենք Brad Pitt-ը Տրոյայի մեջ շատ ավելի ցանկալի ֆորմա ունի, քան թե չգիտեմ Arnold Schwarzenegger-ը։ Հա, միանշանակ։ Չէ, այս ֆունկցիոնալության հարցը շատ լավ հարց է ու էսի այն բաներից է, որը անչափ շատ մարդ սխալ պատկերացում ունի, հա, ասենք այդ բանը, որ դու ասացիր, այս երևի մարդկանց 90%-ը տենց է մտածում, որ եթե դու անում ես ստաբիլ, իզոլացված վարժություններ, էսի հա մկանները ցնայից աճում է, բայց էսի ֆունկցիոնալ մկան չի, հա, ինչ որ չգիտեմ, ֆունկցիոնալությանը չի օգնում։ Առաջին հերթին էսի կարևոր է հասկանալ դու ֆունկցիոնալության ասելով ինչ նկատի ունես, ոնց որ եթե մարդու համար ֆունկցիոնալությունը այդ կարանալ, ասենք 8 կիլոմետր կես-ժամում վազելն է, հա, բնականաբար ավելի շատ մկանային մասսա ունենալը քեզ է սրանում չի օգնելու։ Ինչը վերաբերվում է նենց ֆունկցիոնալության, որտեղ ինչ որ endurance-ի ասպեկտ կա կամ կարդիոյի ասպեկտ կա, ուժային պարապմունքները ուղղակիորեն սրան ոչ մի բանով չեն օգնելու, այսինքն դու չես կարողանալու անել ավելի լավ ինչ որ չգիտեմ սպրինտեր, նո սպրինտերը ինչ որտեղ հնարավոր է, որովհետև ասենք ենթադրենք հետույքի մկանները կամ ասենք hip flexor-ները իրանք աշխատում են վազելու ընթացքում ու տենց ավելի explosive կամ ասենք շատ արագ շարժումների ժամանակ որոշ ադապտացիաներ կան, որ մկանային աճից էլ կարան օգնեն սրա դեպքում, բայց ինչը վերաբերվում է endurance-ին, ասենք մարաթոն վազել, հա, ասենք ինչ որ սպորտաձևում խաղալ, սրա հետ կապված, ասենք արդեն ավելի նյուանսներ կան։ Առաջին հերթին մկանը միշտ ֆունկցիոնալ է, որովհետև մկանը ինչ է, ինքը ուղղակի այնա ինչը որ կծկվում է, այսինքն կապ չունի այդ մնացած ադապտացիաներ կան, որոնք քեզ կօգնեն քո ունեցած մկանային մասսան ավելի լավ օգտագործել, բայց վերջի վերջո ինչքան շատ մկանային մասսա դու կարողանաս ունենաս, եթե տարբերությունը իմ ու քո միջև երկուսս էլ նույն բանն ենք անում, միակ տարբերությունը իմ ու քո միջև դա մկանային մասսայի տարբերությունն է, ես միանշանակ քեզնից ավելի լավ կկարողանամ անեմ, եթե էսի endurance ինչ որ վարժություն չի, հա, էլի եմ ասում ինչ որ մարաթոն չի, ուղղակի ինչ որ շարժման մասին է խոսքը կամ կոնկրետ վարժության։ Իսկ թվում է այս միֆը գալիս է մի քանի բանից, առաջին հերթին մարդիկ օրինակ տեսնում են վիդեոները, չգիտեմ, այդ Անատոլի վիդեոները հաստատ դու տեսել ես, որ ինքը ավելի քիչ մկանոտ է, բայց գնում է, ասենց ասենք իրանից 4 անգամ մեծ մարդուց շատ deadlift անում, մարդիկ զարմանում են։ Շորերով գնում է, սարքերագնահատում են։ Հա, մարդիկ զարմանում են, ասում են, «Վաու, էս ուրեմն այն մարդկանց մոտ փուջ մկան է, ուրեմն էս Անատոլին է իսկական մկանովը» կամ ինչ որ ասում են ավելի խիտ մկան է Իրանը կամ չգիտեմ Իրանը ինքը ուժի համար է պարապում դրանից է սենց ոչ թե մկանային մասսայի, բայց պատասխանը շատ ավելի պարզ ու տենց քիչ ոնց որ ֆլեշի է, տենց այդքան գրավիչ չի, պատասխանը սրա կոորդինացիայի ադապտացիաներն են։ Առասարակ ուժեղանալու կա 6 ոնց որ ֆիզիոլոգիական ադապտացիաներ, ասենք 7, եթե մի հատ ուրիշ բան էլ հաշվես, բայց առասարակ հիմնական 6 ադապտացիաներն են,
ու այս ադապտացիանից մեկը, որը շատ կարևոր է, դա կոորդինացիայի ադապտացիաներն են, ինչը այնա, որ քո ուղեղը ստեղծում է, ասենք motor command կոնկրետ այդ motor program կոնկրետ այդ շարժումը կատարելու համար։ Այսինքն քո ուղեղը սովորում է կոպիտ ասած ոնց պետք է ինքը իր մկանները օգտագործի, ոնց պետք է ազդանշաններ ուղարկի մկաններին, ոնց կծկվեն, ինչ ուժգնությամբ, ինչ հերթականությամբ, այս ամեն ինչը, որ դու այդ քո ուզած բանը մաքսիմալ էֆեկտիվորեն կատարես։ Ու էսի վերաբերվում է ամեն ինչին, էսի վերաբերվում է ասենք քայլելուն, լյուբոյ շարժման, ինչ որ թենիսում падաճ տալուն, լողին, ինչ որ սպորտաձևում ինչ որ շարժման, ինչ որ նոր վարժություն սովորելուն, հա, ասենք deadlift կամ squat, ու այս կոորդինացիայի ադապտացիաները շատ կարևոր են, որովհետև իրանք կարան ահավոր մեծ ազդեցություն ունենան, այսինքն ահավոր մեծ կարևորություն ունեն նրանում, թե դու ինչքան ուժեղ կլինես այս վարժության վրա։ Եթե ես քեզնից շատ մկանային մասսա ունենամ, դու ինձնից քիչ, ենթադրենք ինչ որ չափով, բայց դու 5 տարի է deadlift ես անում, deadlift վարժությունը, դու շատ լավ կարող ես այն անես, դու ասենք օրը շաբաթը 3 անգամ պրակտիկա ես անում այս վարժությունը 5 տարվա ընթացքում ու քո մոտ այս կոորդինացիայի ադապտացիաները deadlift կատարելու շատ զարգացած են, դու հնարավոր է քո քիչ մկանային մասսան կարանաս այդքան ավելի էֆեկտիվ օգտագործես ինձնից, որ դու ինձնից շատ ավելի ուժեղ լինես այս վարժության վրա։ Բայց հետո կարող է երկուսս էլ անենք ինչ-որ նենց վարժություն, որը երկուսիս համար էլ առաջի անգամն է, ու ես քեզնից միանշանակ ուժեղ կլինեմ սրա վրա, եթե մեր տարբերությունը մենակ մկանային մասսան է։ Բայց շատ մարդիկ էսի հաշվի չեն առնում։ Էսի այդ նույն պատճառն է, ինչի մենք ունենք, ասենք, arm wrestler-ներ, ովքեր ասենք ձեռի ուժով իրանցից 4 անգամ մեծ մարդու կրում են։ Նույն պատճառն է, իրանք զարգացրել են այդ կոորդինացիայի ադապտացիաները, իրանք այս մի բանը շատ լավ են կարող անեն, հա, այս կոնկրետ շարժումը շատ էֆեկտիվորեն են կարող անեն։ Այն մարդը, որ իրանից մկանային մասսա շատ ունի, չի կարող։ Իմ հենց այս ասացից վրա մի հատ տենց pushback անը։ Օրինակ եթե դու ավելի քիչ ստաբիլ վարժություններ ես անում, ասենք ազատ քաշերով ես պարապում, համեմատած կոնկրետ ինչ-որ տրինաժորի վրա, քո մոտ ավելի շատ տեսակի կոորդինացիայի ադապտացիաներ չեն զարգանում, այսինքն ես կպատկերացնեի, որ եթե դու տենց ես պարապում, դու արդեն ինչ-որ տարբեր նոր շարժումների համար ինչ-որ չափի ադապտացված ես, հա, որովհետև դու սովոր ես, օրինակ չգիտեմ, այդ բալանսը պահել։ Ցավոք չէ, որովհետև կոորդինացիայի ադապտացիաները իրանք շատ սպეციფიկ են տվյալ շարժմանը ու ոչ միայն շարժմանը, նաև ուրիշ բաներին, ասենք քաշին, կատարման արագությանը, ասենք սենց պահեր կան, որոնք շատ սպეციფიկ են դարձնում կոորդինացիայի ադապտացիաները, այն դրան թե դու կոնկրետ ինչ ես անում։ Դրա համար եթե դու անում ես, ասենք դաժե սենց օրինակ բերեմ, մարդիկ դաժե arm wrestling-ի սենց իմիտացիա են անում cable-ներով, կարող տեսած լինես, հա, վարժություն, որը նման է arm wrestling-ի այդ շարժմանը, բայց բնականաբար նույնը չի, նույնիսկ էսի ինչ որ չափով անիմաստ է անել, որովհետև այդ կոորդինացիայի ադապտացիան այդքան սպეციფიկ է այդ տվյալ առաջ շարժմանը, որ միակ ձևը էֆեկտիվորեն զարգացնելու այդ ադապտացիան դա այդ նույն շարժումը անելն է։ Այսինքն պատկերացրու դու հիմա ազատ քաշով, եթե shoulder press անես, հա, ոչ թե մշինով, այս քեզ ընդհանրապես չի օգնելու ինչ որ իրական կյանքում գետնից քար բարձրացնելու, հա, shoulder press-ի պես, որովհետև այս քարը ուրիշ քաշի է, այս քարը ուրիշ ֆորմայի է, ոնց որ էսի արդեն այդ մինիմալ դաժե տարբերությունները, որ թվում է թե հա դե նույն շարժումն է, պրոստը չգիտեմ, չափսն է մի քիչ ուրիշ է, օբյեկտի կամ մի քիչ ուրիշ ձև պետքա բռնես, այս ամեն ինչը արդեն շատ մեծ տարբերություն է դնում։ Դրա համար այն բոլոր այն մարդիկ, որ ասում են ես այս վարժությունը անում եմ իմ բալանսի սկիլերը բարելավելու համար, հա, ասենք մի ոտով preset անելը կամ ինչ ասեմ, այն բոսու գնդակներ կան, այնց իրաց վրա ասենք, sense պահում են պլանկա, որ sense ոչ ստաբիլ լինի, ասում են, իմ ստաբիլությունն է զարգացնում, ասենք core stability բան, այսա անիմաստ բաներ է, հա, դա քո core stability-ն զարգացնում է այդ նույն շարժման վրա, այսինքն դու կկարանաս ավելի լավ այդ փուչիկի վրա sense պահես, հա, բայց դա չի նշանակում, որ դու ինչ որ չգիտեմ, դուսը քայլուց ոտը սայթակի ավելի քիչ հավանական է որ կընկնես, որտեվ դու ավելի լավ ոնց որ բալանսի բան ունես, էլի սկիլեր ունես։ Էսի տենց չի աշխատում։ Հասկացա միտքը, բայց ճիշտն ասած շատ բան է, իմ համար կոնտրինտուիտիվ է թվում, ասենք, որովհետև ոնց մի քիչ նման չի նրան, թե ոնց է սովորաբար ուղեղը աշխատում, չէ՞, այսինքն ինքը սովորաբար ինչ որ մի բանից pattern-ներ է վերցնում, հետո փորձում է այդ pattern-ները ամեն ինչի մեջ կիրառի։ Ու հետո օրինակ սպորտերի մեջ, չէ՞, չգիտեմ, ասենք ես վոլեյբոլ եմ պարապում, այնտեղ ինչ որ շարժումներ կան, ասենք գնդակին խփելը, չէ՞, ցանցի վրայից երեխեքին, որ սովորում են մինչև իրական այդ հասնել, որ պետք է գնդակին խփեն, լիքը գետնի վրա ինչ որ վարժություններ են տալի, ռեզինով վարժություններ են տալի, որը օրինակ շարժումը նման է, բայց էլի նույնը չի։ Հիմա եթե քո ասածով լիներ, կստացվեր, որ այդ ամեն ինչը ընդհանրապես
օգուտ չի էլի իրանց։ Ես կոնկրետ չգիտեմ, որ վարժության մասին ես ասում, բայց 99% դեպքերում հենց տենց է, օգուտ չի ու նույնիսկ թվում է թե զարմանալի է, բայց նույնիսկ դու կարաս նայես թե ոնց են պարապում, ասենք պրո ատլետները ու ասենք իրանք են անում ինչ-որ sense իմիտացիաներ, հա, որոնք որ նման են իրենց սպորտի, բայց էսի իրոք անիմաստ բան է, որովհետև շատ ավելի լավ է դու այդ իմիտացիայի տեղը հանես հենց իսկական բանը, որովհետև ամենալավ տարբերակը, հա, իմիտացիայի դա հենց իսկական բանը անել, օրինակ եթե դու լողորդ ես, նույնիսկ ես չգիտեմ տեսել ես թե չէ, ջիմերում sense լողորդների համար ովքեր այդ butterfly-ը փորձում են զարգացնել, հա, այդ երկու ձեռքով որ լողում են, sense սարքավորում կա, որ կարողանում են պարկած դիրքում, որ իբր մաքսիմալ նման լինի էլ հենց լողի շարժմանը, sense քաշը դիմադրությունա, քաշում են, հա, մաքսիմալ փորձում են զարգացնել այդ նույն շարժումը, բայց էսի անիմաստա շարժման տեսանկյունից։ Էսի շատ իմաստալից է զուտ այն նրա տեսանկյունից, որ քանի որ շարժումը նման է, նույն մկաններն են աշխատելու ու այդ նույն մկանները դու կկարանաս ավելի զարգացնել ու սրա հաշվին բնականաբար այս նույն մկանները ավելի շատ քեզ կօգնեն այդ նույն շարժումը կատարելու ընթացքում։ Բայց կոորդինացիայի տեսանկյունից էսի արդեն լրիվ տարբեր է, որտեվ ջրից դիմադրությունը տարբեր է լինելու, ընդհանուր շարժումը նույնը չի լինելու, որտեվ դու բռնած չես լինելու ինչ-որ բան, հա, արդեն ձեռքերդ բաց է լինելու, ինչ-որ sense փոքր տարբերություններ կան, ասենք resistance profile-ը, այսինքն այն թե դիմադրությունը ոնց է լինելու, լրիվ տարբեր է լինելու ջրից, ոնց որ քաշինը, դրա համար էսի իրոք իմաստալից չի, դրա տեղը դու ավելի լավ կլինի առանձին այս ադապտացիաները փորձես զարգացնել, այսինքն ջիմում կենտրոնանաս այս ստաբիլ վարժությունների վրա, որպեսզի առանձին քո մկանները ուժեղացնես, որոնք որ աշխատելու են այս շարժման ընթացքում։ Իսկ արդեն քո սպորտաձևում կամ ինչ որ ուզում ես հա զարգացնես, հենց դու արդեն պրակտիկա ես անում այդ սկիլը, այսինքն ֆուտբոլ խաղացող մարդը կարա իր այսի շատ ինչ որ պարզ կամ տարօրինակ օրինակ եմ բերում, բայց իր quadriceps-ը leg extension-ով պարապացնի ջիմում շատ լավ, ստաբիլ, իզոլացնող վարժություն, որը իր quadriceps-ի մկանները կարա շատ աճացնի ու ֆուտբոլ խաղալով զարգացնի իր այդ մկանը ճիշտ օգտագործելու ունակությունը, այսինքն այդ կոորդինացիայի ադապտացիաները զարգացնի այն սպորտը անելով, որտեվ սրանից լավ տարբերակ չի լինելու։ Դու ինչքան է փորձես ֆուտբոլի իմիտացիա անես, ինչ-որ դրիլերով, իսկական խաղը խաղալը դա ամենալավ տարբերակն է, ասենք այդ սպորտաձևի կոորդինացիայի ադապտացիաները զարգացնելու։ Հասկացա, շատ հետաքրքիր բան է, հետաքրքիր մոտեցում է։ Ես հաստատ իմ պարապմունքներում կկիրառեմ, որտեղ ես օրինակ փորձում եմ ջիմում նես պարապեմ, որ կարողանամ վերտիկալ թռիչքս բարձրացնեմ, ու դրա համար փորձում եմ էլի օրինակ, չգիտեմ, նես վարժություններ անեի, որ նման են ավելի թռիչքին, օրինակ չգիտեմ, ավելի շատ preset անեի, քան թե leg extension quadriceps-ի համար, բայց քո ասածով ստացվեց, որ ավելի էֆեկտիվ կլինի, որ պրոստը quadriceps անեմ ու թռնեմ։ Դե այս կոնտեքստում հա, նու եթե squat անում ես, այնքանով է էֆեկտիվ, որ աշխատում են էլի նման մկաններ, որոնք որ ասենք օգնելու են քեզ թռնելուց, որտեվ նույն շարժումն է, էլի համարյա թե։ Հա, բայց կարա ես նույն մկանները առանձին իզոլացրած պարապացնեի ու։ Հա, էդ էլ կարաս միանշանակ ոնց որ ես կասեի կարաս squat-երը նույնիսկ չհանես, որտեվ իրանք միևնույնն է բավականին լավ վարժություն են, ու էլի ինչ որ չափով ասենք կարող է լինեն որոշ մանր մուներ մկաններ, որոնք աշխատում են այդ compound lift-ի ժամանակ, որը դու ասենք leg extension-ի ժամանակ չի աշխատի, դրա համար կարաս միևնույնն է պահես, բայց ինչը վերաբերվում է հենց ասենք քո այդ vertical jump-ը զարգացնելու հենց այդ ադապտացիային, ոնց որ համիանշանակ քեզ հենց փորձելը այդ vertical jump անելը ավելի էֆեկտիվ կլինի կոորդինացիայի տեսանկյունից։ Ալեքսիս, քո ասածից մի հատ է հարց առաջացավ։ Օրինակ, squat-ի իմաստը որն է, որտեղ ինքը compound վարժություն է ու ազատ քաշով վարժություն է, այսինքն ոչ ստաբիլ չի։ Ինչի օրինակ squat անել, ոչ թե առանձին ոնց որ ոտի ցավ մկանները հերթով պարապացնել տրինաժորի վրա։ Դες squat-ի դեպքում առաջին հերթին ինքը բավականին compound վարժություն է, նաև այն առումով, որ որոշ բաներ կա, որ դու չես կարա իզոլացնես, հա, օրինակ որոշ տիպ tissue մկաններ կան, որոնք ինչ որ ստաբիլիզացիայի դեր են տանում squat-ում, որը եթե դու առանձին անես, ասենք leg extension, adduction բան, հա, որպեսզի այդ խոշոր մկանային խմբերը իզոլացնես, իրանք ստեղ չեն աշխատելու, դրա համար ինչ որտեղ միևնույնն է իմաստալից է squat-եր անելը, ու բացի դրանից պրակտիկության տեսանկյունն էլ կա, էլի, այսինքն առաջին հերթին եթե դու օրինակ շտանգայից բացի ոչ մի բան չունես, ինչը շատ հաճախ տենց է եղել silver era-ի bodybuilding-ում, երբ որ ասենք մարդիկ մինչև ստերոիդների էրան, մինչև ստերոիդները հասանելի են եղել մարդկանց,
շատ դեպքերում շատ քիչ equipment-ով են մարզումները արել ու այս դեպքում իմաստալիս է որտեղ quadriceps-ի համար դու կարելի ասել squat-ից բացի ուրիշ ոչ մի բան տենց պրակտիկ չես կարողանալու անես ու նաև ժամանակային առումով այսինքն եթե դու զբաղված մարդ ես ասենք ուզում ես այդ մկանները բոլոր միևնույն ժամանակ պարապացնես հա ուզում ես մի ժամում բրցնես քո պարապմունքը հաստատ squat-երը արժի անել ոչ եմ ասելու այն մարդուն ով ուզում է մի ժամ պարապի գնա մի հատ quadriceps-ի մի հատ adductor-ների հա մի հատ hip flexor-ների sense առանձին վարժություններ արա այնա մի հատով հա կարողա այն նույն չափ լավ չաճեն բայց ոնց որ միջին վիճակագրական մարդը bodybuilder չի էլի միջին վիճակագրական մարդու համար զուտ կարևոր է ընդհանուր մկանային մասսա ունենալ առողջ ու էսի բավականին հնարավոր է հասնել սրան զուտ squat-երով Այսինքն ոնց հասկանում եմ вообще ազատ քաշերը վարժություններ անելը էլի ինչ որ իմաստ ունի այդ որ ասիր է deep tissue մկանների համար այսինքն որ դրա համար տենց առանձին նախատեսած ինչ որ սարքե չկա որ պարապացնես բայց իրանք ինչ որ դեր խաղում են քո շարժումների մեջ հա ինչ որ չափով բայց էսին նենց չի որ միշտ է այդ դեպքը օրինակ եթե համատես bench press ու ասենք ինչ որ machine chest press այսինքն երբ որ Օրինակ Smith machine-ի վրա ասենք որ մաքսիմալ ոնց որ երևա էլի տարբերությունը Smith machine-ը դա ֆիքսում է շտանգան ինչ որ կոնկրետ գծով շարժվի իսկ bench press-ի դեպքում դու պետք է հանես հա այս ստաբիլությունը օրինակ այս դեպքում ես չեմ կարծում ինչ որ էական օգուտ ունենա bench press-ը ուղղակի bench press-ը շատ պոպուլյար վարժություն է մարդիկ անում են որովհետև ուզում են լավ bench press ունենան հա ոնց որ հարցնեն իրենց bench-ը ինչքան է ասեն ախպեր 100 կիլո մի խոսքով Որտեվ ակա օրինակ instance վարժությունները միշտ ավելի դզում են ինձ միշտ ավելի դզում է օրինակ squat անել constant leg extension Դե դա դու քո հարցին պատասխանեցին էլի, դա էլ է ինչ որ մոտիվացնող ֆակտոր ու ինձ էլ է դուր գալի, ասենք ես էլ squat-եր անում եմ, էսմային կոնկրետ չեմ անում, բայց շատ երկար ժամանակ արել եմ տարիներ շարունակ, զուտ որտեվ ինձ այդ վարժությունը դուր է եկել ու էլի եմ ասում էլի, այստեղ ես չեմ սիրում, երբ որ մարդիկ sense շատ էքստրեմիստ բան են ունենում, stance են ունենում ու ասում են, չէ, պետք է ես վարժությունը երբեք չանես, որովհետև ասենք ինքը մաքսիմալ ստաբիլ չի, ասենք չէ, մարդկա իր համար այդ հավելյալ ինչ որ 5-10% ավել մկանը որ կարա աճեցնի, իր համար էական չի, բայց իր համար էական է որ պրակտիկ լինի, որտեվ ինքը տանը շտանգա ունի ու կարա անի տանը շտանգայով, հա, կամ ասենք մարդկա ուժղակի ժամանակ չունի, գնում է ջիմ, անում է մի 2-3 հատ squat, 3 մոտեցում ու վсё, ասենք ինքը դրանով վերջացնում է իր, ասենք ոտի մկանների համար, ասենք կողա այդ անում ու մի հատ էլ SLDL ու վсё, իր ոտի մկանների մեծ մասը պարապացնում է։ Ամենալավ workout-ը այնա որ անում ես։ 100%, հա, որտեվ մարդկանց մեծ մասի համար, ասենք, ռեալ էլի մենք այստեղ, ասենք, ինչ-որ չափով խոսացինք bodybuilding-ի կոնտեքստում կամ ասենք այդ օպտիմալության կոնտեքստում, բայց ռեալ մարդկանց 90%-ի համար զուտ կարանալ ռեգուլյար մարզվել, հա, ինչ որ բաներ անել նորմալ ինտենսիվությամբ, պարապմունքի տեղը, դա արդեն շատ մեծ հաղթանակ է, ասենք, դա արդեն իրենց կյանքը կբարևլավի եկա ու ես կյանքում այդ մարդու չեմ գնասի գիտես ինչ կա, ես քո սաղարածը անիմաստ է, որտեվ դու կարա իր մի քիչ ավելի օպտիմալ անեիր, ասենք չէ, էլի։ Իմ նպատակը այն է, որ հակառակը ես ուզում եմ մարդկանց համար իրանք այս որպես ավելի հեշտ բան ընկալեն, այսինքն իրանք հասկանան, որ այս ֆիթնեսը ու առողջ ապրելակերպը ինքը շատ հասանելի բան է, հատկապես մեր օրոք, ու սրա համար ոչ պետքա դու լինես էքսպերտ, ոչ պետքա որ դու, ասենք, գնաս քեզ սպանես պարապմունքի տեղը, տանջվելով, ասենք, ամեն ինչ անես, ասենք, այլիա շատ գրագետ, քիչ ժամանակ տրամադրելով սրան նորմալ ռեգուլյար մարզվել, նորմալ ինտենսիվությամբ ու շատ լավ արդյունք ունենալ, անկախ քո տարիքից, անկախ քո սեռից, ու ասենք, չգիտեմ, քո նախընտրություններից։ Ո՞րի համաձայն եմ։ Իսկ mən նախորդ այդ թեմաներից մեկին վերադառնալով եմ որ ասում էի որ մարդիկ պարապելուց տարբեր տեսքեր են ունենում, հա, օրինակ ոնց որ Արնոլդ Շվարցենեգգերը ու Բրեդ Պիտը ինչ որ կինոներում, ասենք, եթե մարդը մեկն է նախընտրում կամ մյուսը, իր պարապմունքը դրանից ոնց է փոխվում։ Եթե խոսքը գնում է զուտ նախընտրել շատ մկանոտ չլինել, հա, ինչը որ sense տարածված բան է, որ մարդիկ ասում են ինչ անեմ, ես ուզում եմ շատ մկանոտ չլինեմ, բայց նաև ուզում եմ ոնց որ ձիգ լինի մարմինս, այսինքն շատ տարածված երևույթ է, մարդիկ որ էս ասում են։ Ու էսի ես էս անալոգիան եմ միշտ բերում, ոնց որ էսի նման է նրան, որ ոնց որ ասես չեմ ուզում պրավա հանեմ, որտեվ վախում եմ, որ կարողա Ֆորմուլա 1-ի պիլոտ դառնամ, հա, պատահաբար, ոնց որ ասես չի լինում, սենց ասեմ էլի, ինձ չի լինում, որ դու ես էլ այդ կյանքում չեմ հանդիպեն այս մարդու, ով որ պարապի ու ասի ախպեր դե շատ մկանոտ դառա, ոնց որ
բան եղավ, էլի սա հարամ եղավ, ոնց եղավ, չգիտեմ, բայց շատ մկանոտ դառա ու չեմ կարող ձերբազատվեմ այս մկանից, էլի, ասենք, այս երկու բանը մենակ այն փաստը, որ մկան հավաքելը շատ դժվար է ու շատ դանդաղ է լինում, ու այն փաստը, որ մկան կորցնելը շատ հեշտ է ու շատ արագ է լինում, արդեն ինձ թվում է պետքա բոլոր այն մարդկանց, ովքեր ոնց որ այս վախ ունեն, հանգիստ պահի, որտեվ ինձ թվում է մարդկանց մի մասը բացի շատ ու քիչ մկանից, մկանի ինչ որ տեսքն էին նկատի ունեն, հա, որովհետև օրինակ չգիտեմ, օրինակ MMA-ի բաները, կռվողները ուրիշ ոնց որ իրենց մկանները որ նայում ես տեսքի չի տարբերվում bodybuilder-ներին մկաններից։ Տարբերվում է, բայց այդտեղ ինչ որ սենց գախնիկ չկա, հա, մկանի ֆորմայի ձևավորման, ոնց որ քո տեսքը գալու է ընդամենը մի քանի բանից։ Ինչքան մկանային մասսա ունես դու, ինչքան ճարպային մասսա ունես դու ու ինչ գենետիկա ունես, այսինքն դու կարաք երկու հոգի կարան նույն մկանային մասսա ունենան, բայց կարա իրանց տեսքը, ֆորման տարբերվի գենետիկայի պատճառով, որովհետև օրինակ այն փաստը թե որտեղ է կպնում մկանը ոսկորին, շատ մեծ ազդեցություն ունի, բացի ասենք քո ուժից ու ասենք քո ոնց կկարողանաս վարժությունները անել, ինչքան էֆեկտիվորեն, նաև տեսքի վրա, օրինակ բիցեպսն է շատ լավ օրինակ, որովհետև կարող է տեսած լինես long ու short bicep genetics, չգիտեմ, sense բաներ շատ են գցում Instagram-ում, Facebook-ում, տարբեր bodybuilder-ներ, ասենք, կա որ բիցեպսը այս peak-ն է, հա, sense երբ որ գծկում են, sense շատ կարճ է լինում, բայց sense ուռուցիկ, ու կա որ sense ավելի երկար է լինում, բայց sense ավելի oval-ային, հա, այդքան sense ուռուցիկ չի լինում, այս peak-ը ավելի փոքր է լինում, ու այսի հիմնականում գալիս է նրանից, թե որ կետում է կպնում բիցեպսը ոսկորին, այսինքն զուտ գենետիկա, հա, այս բաները, հա, կամ ասենք այդ դոշի, ասենք մկանները կարող է տեսած լինես մարդիկ կան իրաց մոտ sense մի քիչ այս մասը դատարկ ոնց որ լինի, այս մեջտեղի մասը, այս էլ այդ insertion-ներից է գալի, այսինքն քո դոշի մկանները որ հատվածում կկպնեն այս մեջտեղի մասին, հա, ու ասենք կարող է դժել լսած լինես, այս վարժությունը ես անում եմ դոշի մեջտեղի համար, մի հատ այս վարժություն կա, այս քարեն ձեռքը բռնում ու sense են անում, կարող է տեսած լինես, ահավոր տարածված բաներ ու շատ մարդիկ ասում են ես էսի դոշի մեջտեղի համար եմ անում ու չկատնես այս բան, ասենք, քեզ թվում է այս դոշի մեջտեղի համար որ sense արիր, այս մկանը sense փոկվելու է, գա կպնի մեջտեղին, ոնց որ տես չի աշխատում, էլի։ Այս insertion-ները ընդհանրապես ոչ մի բան դու չես կարող անես, որպեսզի այդ ֆորման փոփոխվի, կամ ասենք այդ պրեսի կարող է նկատած լինես մարդիկ կան իրանց կուբիկները sense սիմետրիկ չեն, sense մի մասը աջ կողմը մի քիչ ներքև է, ձախ կողմը մի քիչ վերև, կարող է տենց էլ տեսած լինես։ Այս ամեն ինչը դու չես կարող սրա վրա ինչ որ ազդեցություն ունենաս, բայց դու կարաս ազդեցություն ունենաս քո ճարպային մասսայի վրա ու քո մկանային մասսայի վրա, ու ասենք այն մարդկանց այդ ձիգ տեսքը, որ իրանք այդքան սիրում են, հա այդ բրեդ պիտային տեսքը, ինքը գալիս է զուտ նորմալ նիհար լինելուց, ունես միջին չափի, նո դաժե միջին չէ, միջին վիճակագրական մարդու համար դա բավականին շատ մկանային մասսա է, էլի բրեդ պիտինը, որտեվ միջին վիճակագրական մարդը պետքա մի երևի մի 3-4 տարի մարզվի, որ տենց լավ մարմին ունենա։ Դրա համար ես կասեի այս մարդկանց ոնց որ հանգիստ մարզվեք, հա։ Կապիչա տեք մարզի հաստատ էլի ու եթե ինչ-որ կետից դու տենց հասնես էլ տենց, հա, շատ մկանոտ տեսքի, ինչը անհնարին հավասար բան է իմ համար, դու կարաս ուղղակի չպարապես մի երկու ամիս ու շատ արագ ոնց որ գիչնի այդ մկանը կտսկի։ Մերսի, քո այս խորհուրդները իմ համար sense ահագին transformative են դնում, որ sense հասկանում եմ, որ ես կարող գնալու եմ, ասենք մյուս պարապմունքից կիրառեմ։ Հա, հուսով եմ, որ ինչ-որ դիտորդների համար էլ շատերի համար, որտեվ էլի եմ ասում, համար էլ է օգտակար, խնդրում եմ լայքեք այս վիդեոն, որպեսզի support անեք մեր podcast-ը։ Այո, եւ հետևեք image-ին, support անեք image-ը։ Չէ, որովհետեւ իրոք շատ բաներ կան, որ շատ տարածված միֆեր են էլի ու հենց այդ դրա պատճառով պարադոքսը են նրանում է կայանում, որ իրանք այսքան տարածված են, մարդկանց հավատը չի գալի, որ իսկ կարող է սխալ լինի, որտեղ իրանք ասում են ոնց էլի, ոնց կանա խոսքի մարդկանց 90%-ը այս խորհուրդ է, ու պարզվի որ դա լրիվ սխալ է կամ լրիվ աբսուրդ է, ասենք լրիվ իրականությանը հակառակ պատկերն է, բայց եթե դու ոնց որ մի քիչ փորձես սկեպտիկ լինես ու խորանաս դրա մեջ, այսինքն չընդունես այն ինչ որ դու արդեն գիտես կամ այն ինչ որ մարդկանց մեծ մասը ասում է, տենց հալած յուղի պես չընդունես, փորձես sense մի քիչ ինքդ էլ հարցեր տաս, հա, որոնց պատասխաններ ստանաս, շատ շուտ հասկանում ես, որ տիրոք տենց է, ասենք իրանք սխալվում են։ Ու դա ինձ թվում է մենակ ջիմին կամ մարզումներին հատուկ չի, ամեն ինչին ոչ սա կյանքում ու տենց է։ Միանշանակ շատ բաներ կտեսնես, որ այդ նույն կատեգորիայի տակ են ընկնում, էլի որ մարդիկ հավատում են, բայց չարժի։ Լսի, Բրեդ Պիտյանը արտաքինին վերադառնալով պարապած ելնելը մկանային մասսա ունենալը մարդուն ավելի գրավիչ սարքում է հակառակ սեռի համար, թե չէ, դա ինչ-որ հետազոտություն կա։ Հետազոտություն, չգիտեմ, կարամ իմ անձնական փորձից ասեմ ինչ-որ չափով, կարճ պատասխանը ես կասեի միանշանակ հա,
բայց գիտես, էս ինչի է նման, իսկ ո՞մ մարդիկ կան, sense շատ բան պատկերացում ունեն պարապելու համար, ու ես կասեի դե ես պատասխանը տալիս եմ ավելի շատ այն մարդկանց համար, ովքեր մտածում են ուզում են շատ պարապեն ու պարապած տեսք ունենան, հենց այդ մի բանի համար, հա, որ հակառակ սեռի համար ավելի գրավիչ լինեն, հիասթափվելու եք շատ, ոնց որ եթե տենց մենտալիտետով էլի մարզվեք, որովհետև հա, դու ավելի գրավիչ ես դառնում, բայց եթե վաճառքների տերմիներով խոսեմ, հա, տենց sales-ի, քեզ ես ավելի շատ cold leader-ա բերում, այսինքն դու ավելի շատ ինչ-որ մարդիկ ես տեսնում, ովքեր քեզնով հետաքրքրված են, որպես ինչ-որ մարդ, հա, սենց արտակնով ուղակի տենց այդ սկզբնական attraction-ը որ լինում է, հա, մարդը ինչ-որ ուզում է քո հետ ծանոթանա, բան, այս առումով դու ավելի գրավիչ ես դառնում, բայց եթե քո մեջը փուջ է, այսինքն եթե դու միակ բանը, որ քեզնից ներկայացնում ես, այդ տեսքն է, այս սաղ լիդերը կորելու են, հա, ոնց որ կարող է ասենք այն ժամանակ քեզնով 2 հոգի էր հետաքրքրվում, հա, հիմա 10, բայց այն թե քանի հոգի ես հետաքրքրվողներից կստացվի իրանց հետ, հա, մի բան, կախված է արդեն ոչ տեսքից, ես կասեի, հատկապես տղաների դեպքում էլի, ինձ թվում է նույնիսկ աղջիկները ինչ որտեղ ավելի քիչ են տեսքին ուշադրություն դարձնում ու ավելի շատ կարևորություն են տալիս այդ ուրիշ բաներին, այսինքն քո, ասենք, character-ին, հա, ասենք դու ինչ մարդ ես, ինչով ես հետաքրքրվում, ինչ որ որոնք են քո նպատակները, ինչ արժեքներ ունես, չգիտեմ, իմ փորձից ելնելով, իհարկե սուբյեկտիվ է շատ, բայց ինձ թվում է աղջիկները սրան շատ ավելի մեծ կարևորություն են տալիս ինչ որ կետից սկսած, քան զուտ տեսքը էլի։ Հա, մոդելն է, այդ քո ասածը որ sales-ի օրինակով բերեցի, հեսա ծրագրարման օրինակով բերեմ, որ կարաս product-ը շատ սիրուն սարքես, շատ սիրուն UI ունենա, տես ահագին մարդ գրավես, բայց եթե ֆունկցիոնալը լավը չի, ու ոչ մեկ չի օգտվի, չէ՞։ Հա, հենց այդ retention-ն է, էլի, ինձ թվում է արդեն որ ուրիշ բաներ են կարևոր։ Շարունակենք այն միտքը, որ ասենք մարդը սկսեց պարապել, հա, գիտի որ այդ իրան օգուտ է, քո խորհրդից օգտված սկսեց full body պարապել, վարժությունների ընտրության մեջ չեմ ուզում շատ խորանանք, որտեղ գիտեմ դու ահագին լավ կոնտենտ ունես, ասենք ամեն մկանի համար ամենալավ վարժությունները, ենթադրենք դա եկավ քո էջից տեսավ, դրանք ընտրեց, սկսեց անել, հիմա էլի ահագին հարցեր է մնում, որ կուզեի դրանց պատասխանները տանք, որ մարդիկ ավելի քիչ կորած կային, էլի ջիմում իրանց։ Առաջի հարցը նախ այնա քանի set, քանի rep անես ամեն բանը։ Ես ով չգիտի set-ը եթե մոտեցումն է, քանի անգամ ես անում, իսկ rep-ը թե մի անգամվա մեջ քանի կրկնություն ես անում, այսինքն կարող անես 3 set ու ամեն մեկը չգիտեմ 8-ից 12 հատ կամ ինչ-որ ուրիշ։ Հա, իհարկե, ասես մի հատ ճիշտ պատասխան տալը սխալ է, ինչը վերաբերվում է կրկնությունների քանակին, առասարակ շատ հետազոտություններ ցույց են տալիս, որ 5-ից 30 այս կրկնությունների արանքում, քանի դեռ դու անում ես բարձր ինտենսիվությամբ ու քանի դեռ դու ատկազին մոտ ես, հա, ատկազը այնա, որ հասնում ես այն կետին, որ էլ ֆիզիկապես ավել կրկնություն չես կարողանում անել նույն տեխնիկայով, քանի դեռ դու ատկազին մոտ ես կամ ատկազին հասնում ես, բոլոր այս կրկնություններով, այսինքն լինի էդի 5 կրկնությունով 10, 20 թե 30, հնարավոր է նույն չափի համարյա թե մկանային ստիմուլ ստանալ, բայց ավելի բարձր կրկնությունները շատ ավելի շատ fatigue են առաջացնում, շատ ավելի շատ calcium ion-ներ են հավաքվում մկանում, ինչը նշանակում է այս post workout fatigue-ը, որ ասում էի, ինչքան ժամանակ է պետք, որպեսզի դու վերականգնվես լրիվ մինչև քո մյուս պարապմունք, շատանալու է։ Ու բավականին մեծ է տարբերությունը, այսինքն եթե դու անես երկու մոտեցում 6-7 կրկնությունով մինչև ատկազ ու անես երկու կրկնություն 20 երկու մոտեցում 20 կրկնությունով մինչև ատկազ, այս երկրորդից դու կարող ես 2 օրում չվերականգնվես, բայց առաջինից կվերականգնվես։ Դրա համար բավականին մեծ կարելի տարբերությունը ու այդ տեսանկյունից ցածր կրկնությունները ավելի էֆեկտիվ են լինելու մկանային աճի համար, որտեվ դու կարաս ավելի շատ մոտեցումներ անես, որոնք նույն չափ մկանային ստիմուլ կառաջացնեն, ինչքան մկանային աճի ստիմուլ կառաջացնեն, ինչքան բարձր կրկնությունները, բայց ավելի հեշտ կլինի վերականգնվելը սրանցից։ Այս առաջին բանն է, երկրորդը ավելի ծանր քաշերով ցածր կրկնություններ անելը նաև ավելի շատ օգնում են ուժեղանալուն, այսինքն քո նպատակը եթե մենակ մկանային աճի չի, այլ նաև ուժեղանալը, այս դրան ավելի օգնում է, այստեղ էլի ինչ որ չափով այդ կոորդինացիայի ադապտացիաներն կապ ունեն, որտեղ ասացի, որ սպეციფიկ են օգտագործած քաշին, այսինքն եթե դու ծանր քաշերով ես մարզում, քո կոորդինացիայի ադապտացիաները ծանր քաշ օգտագործելուց ավելի բարելավում են, հա։ Այսինքն կյանքում կարողանաս ավելի հեշտ ծանր քաշ բարձրացնել։ Հա, ինչ որտեղ էտել ու այդ motor unit recruitment-ի ադապտացիաներն է, այսինքն ծանր քաշերի շնորհիվ դու կարող ես ավելի լավ ակտիվացնել մկանաթելերը քո մկանի, ավելի շատ մկանաթելեր ես ադապտացիաները ավելի լավ տեղի ունենում։
ու նաև հոդերի տեսանկյունից, այսինքն tendon stiffness adaptation-ներ էլ կան, այսինքն որ ջիլը ավելի պինդ է դառնում ու ավելի դիմացկուն է դառնում, այս էլ ծանր քաշերից ավելի լավ է տեղ ունենում, որտեվ ջելերը իրանք առհասարակ համ էլաստիկ, համ պինդ հատկություն ունեն, ու այն թե իրանք որ հատկությունն են ավելի շատ ցուցաբերում կախված է շատ քաշից, այսինքն երբ որ դու թեթև քաշ ես օգտագործում, ջլերը իրանք ավելի էլաստիկ են, ավելի շատ են ձգվում, իսկ երբ որ ավելի ծանր քաշ ես օգտագործում, իրանք ավելի ձիգ են, ավելի քիչ են երկարում, ու նաև էսի հավելյալ պատճառը ինչի շատ կրկնություններով մոտեցումները ավելի շատ են վնասում ջլերը։ Ավելի շատ են երկարում, ավելի շատ Հա, վնասում։ հա, դրանից- Ջլերը արդեն ծունկ բան դրանք են, թե Ջիլը այնա որ մկանը կպցնում է ոսկորին, իսկ լիգամենտը հայերեն չգիտեմ ուղղակի ոնց է, ոսկորին է կպցնում, այսինքն ոտի օրինակ այդ ACL, MCL, հա, այդ դրանք լիգամենտներ են, որտեղ իրանք ոսկորին են կպցնում։ Հա, կրկնությունները մի խոսքով, եթե ամփոփեմ, նախընտրելի է անել ցածր կրկնություններ, որովհետև ելի եմ ասում ավելի քիչ ֆթիգ սրանք կառաջացնեն, ու մեկը մի բան էլ ասեմ մոտեցումների կրկնությունների հետ կապված, որ ավելի բարձ լինի ամեն ինչը, ամեն արած մոտեցման մեջ մկանային աճի ստիմուլ առաջացնում են մենակ մոտավոր մի վերջին 5 կրկնությունը, էսի stimulating rep մոդելն է, ու այս մոդելը ասում է, որ որպեսի կրկնությունը մկանային աճի ստիմուլ առաջացնի, մեզ երկու հանգամանք կա սրա համար, ու вообще էսի շատ կարևոր բաներ սրա մասին չենք խոսած դեռ, ինչը մկանային աճի ոնց որ հանգամանքներն է, mechanical tension ու բարձր motor unit recruitment, mechanical tension-ը էդի ասենք մկանի բջիջի մեջ կծկումը ոնց է տեղի ունենում, կան էկտինի ու մայոսինի մասեր, հա, ինչ որ մի հատիկ մկանի բջիջ որ նայես, ինքը երբ որ կծկվում է, կարճանում է, ու ենթադրենք էսի էկտինն է, էսի մայոսինի գլխիկն է, երբ որ էս մայոսինի գլխիկը քաշում է էկտինը, տենց մկանի բջիջը ասենց երկու կողմից քաշում է, ավելի կրճատվում է, ու դրա հաշվին կրճատվում է արդեն ամբողջ մկանը, հա, մկանը թելը կարճանում է։ այսինքն ամեն բջիջը կրճատվում։ Հա, ինդիվիդուալ բջիջ ամեն sense կրճատվում է, ու դրա հաշվին ամբողջ մկանն էլ է կրճատվում, ու այս այդ որ երբ որ մայոսինի գլխիկը էկտինը քաշում է, հենց այս քաշելու այդ լարվածությունը հենց էսի այնա ինչից մկանները աճում են, ու էսի միակ բանն է ինչից մկանները աճում են, եթե ստերոիդները հաշվի չենք առնում, էլի։ Այսինքն ինչքան կծկված է, հա, ինքը։ Այս կծկման ուժը, այսինքն պատկերացրու ոնց որ ես ես բաժակը որ քաշեմ, ինչ որ ստեղ կծկման ուժա չէ առաջանում, ասենք այդ դիմադրությունը առաջանում, այդ դիմադրությունը էկտինի ու մայոսինի միջև առաջացած դիմադրություն չէ, էլի լարվածություն, իսկ ավելի ճիշտ կլինի ասել, tension-ը այդ մկանային աճի սիմուլն է, ոնց որ սրանից են մկանները աճում, ու էսի միակ բանն է, ինչից մկանները աճում են, այսինքն այդ կարող ասած լինես միկրոտրավմաներ, մետաբոլիտներ, տրավմաներ է ստանում, հետո վերականգնվում։ հա, բայց տենց չի, այս շատ շուտվանից ոնց որ արդեն գտել են, որ սխալ ոնց որ թեորիա է, ոչ մետաբոլիտներից է աճում, ոչ կաթնաթթուից, միակ բանը այդ mechanical tension-ն է, ու mechanical tension-ը ավելի բարձր է, երբ որ կծկման արագությունը ավելի դանդաղ է, այսինքն ինչքան մկանը ավելի դանդաղ է կծկվում, այդքան ավելի շատ մայոսինի գլխիկներ են հասցնում կպնեն էկտինին ու քաշեն այն, ու այդքան մկանային աճի ստիմուլը ավելի մեծ է, այսինքն պատկերացրու ես հիմա եթե ձեռքս sense դանդաղ ծալում եմ, այն մկանաթելերը, որոնք որ ակտիվ են, այս շարժումը կատարելու ընթացքում, իրանք մկանային աճի ստիմուլ են ստանում, բայց սրանից իմ բիցեպսը չի աճի, որովհետև այն ամենափոքր մկանաթելերն են մենակ այդ ստիմուլը ստանում, իրանք արդեն հասնել են իրենց մաքսիմալ աճի պոտենցիալին։ Ու երկրորդ հանգամանքը motor unit recruitment, տեսնես, միջավ այդ երկրորդին անցնելը սրա մասին մի հատ հարց ունեմ։ Եթե մենակ այդ tension-ի ուժն է կարևոր, չի ստացվի, որ ոնց որ մենակ ծանր քաշերով բանի ժամանակ ինքը կաճի, ոնց է անում, որ օրինակ դու 30 հատ բան ես անում, 30 կրկնություն ես անում, բայց մեկը այդ վերջի մի 5 հատը օգտակար են լինում, այսինքն ինչ որ հոգնում ես այդ tension-ը ավելի շատ է լինում, թե չէ, հեսա այդ հարցին եմ հեսա պատասխանելու, հեսա motor unit recruitment-ը ասեմ ու էդի պատասխանեմ, սրա պատասխանի մի մասն է, էլի, ու motor unit recruitment-ը դե ոնց որ ասեցինք, որպեսի բավականաչափ մկանաթելերը ակտիվ լինեն, որպեսի այն ամենախոշորները, որոնք որ դեռ կարան աճեն, ակտիվ լինեն ու ենթարկվեն դանդաղ կծկման արագության, որտեղ էսի շատ կարևոր պահ է, օրինակ explosive վարժությունները, հա, երբ որ դու sense մաքսիմալ ջանքով թռնում ես, փորձում ես քո մաքսիմալ vertical-ը զարգացնես, ասենք technically ստեղ motor unit recruitment-ը շատ բարձր է, այսինքն դու այդ պահին, որ փորձում ես sense շատ բարձր թռնես մաքսիմալ ջանքով, շատ կարճ ժամանակով շատ բարձր քանակի մկանաթելեր են ակտիվանում, որպեսզի այս շարժումը կատարես, բայց քանի որ ինքը դանդաղ կծկման արագություն չունի, դու ուղղակի արագ թռնում ես վերև, հա, explosively,
mechanical tension-ը շատ ցածր է, դրա համար ուղղակի տես թռիչքներից քո մկանները չեն աճելու։ Այսինքն մեզ պետք է որ այս երկու հանգամանքները միևնույն ժամանակ լինեն, համ կծկման արագությունը դանդաղ լինի, բայց միևնույն ժամանակ շատ մկանաթելերը ակտիվ լինեն։ Ու հիմա էսի այդ քո հարցին պատասխանեմ, էսի կարելի է ստանալ կամ եթե քաշը բավականաչափ ծանր է, ինչը պետք է այդքան ծանր լինի քաշը, որ մոտավոր մի 5 հատ կարողանաս մաքսիմում անես կրկնություն սրանով։ Կամ երբ որ դու անում ես շատ կրկնություններ մինչև ատկազ, որովհետև երբ որ դու անում ես կրկնությունները, ասենք անում ես 12 կրկնություն քո մոտեցման մեջ, ու այս 12-րդը ենթադրենք այդ ատկազն է, դու գնալով քո մկանաթելերը հոգնում են, ֆթիգը առաջանում, ու այս ֆթիգի պատճառով այս նույն քաշով վարժությունը անելու համար քո ուղեղը պետք է ավելի շատ մկանաթելեր ակտիվացնի։ Այսինքն պատկերացրու են ավելի փոքր մկանաթելերը արդեն այդ ֆթիգ դեն, հա, հոգնում են, գնալով ոնց որ ավելի ու ավելի բարձրանում է այս մկանաթելերի ակտիվացիայի մակարդակը, ու մենակ այդ վերջի մոտավոր այս 5-ը ինքը ֆիքսված թիվ չի, որտեվ կախված ասենք տարբեր ֆակտորներից կարա տարբերվի, ասենք այն որ ասում էինք այն մարդը որ չի պարապե ընդհանրապես իր համար կարող է լինեն վերջի 8 կրկնությունը, որտեվ ինքը ավելի շատ մկանաթելեր ունի, այսինքն դժե այդ մաքսիմումին որ չհասնի այն ամենախոշորներին, այս մեջտեղի են մի քիչ ավելի փոքր մկանաթելերն է իր մոտ դեռ կարան աճեն, դրա համար կարող է իր մոտ վերջի մի 7 հատը աճի ստիմուլ առաջացնեն, բայց ավելի պարապած մարդկանց համար մեծամասամբ վերջի մի 5-4 հատն է, էլի, որտեվ իրանք արդեն պետք է այն ամենախոշորներին հասնեն։ Այսինքն այդ փոքրները հոգնում են, ոնց որ ֆթիգը առաջանում, դրա պատճառով ուղեղը ակտիվացնում են ավելի խոշորները, ու այսինքն ասում եմ դու նույնիսկ այդ թեթև քաշով կարող ես էլի հասնես այս բարձր ակտիվացիայի մակարդակին։ Ոստե մի հատ ուրիշ բան էլ կա, կոչվում է blood flow restriction, ինչ գիտեմ, այդպես տեղյակ ես թե չէ, մարդիկ տենց ռեզին են գցում, հա, որպեսզի արյան բանը դեպի մկան քչացնեն, հա, ու տենց են պարապում, ասենք օրինակ բիցեպս ես անում, գցում ես այդ ռեզինը ստեղից, տարօրինակ է թվում, բայց իրականում էլի էֆեկտիվ է, որպեսզի դու ավելի ցածր քաշով կարողանաս նույն ակտիվացիայի մակարդակի հասնես, այսինքն դու կարող ես այդ ռեզինը գցելու հաշվին ավելի շուտ է ֆթիգը առաջանում ու մետաբոլիտները ավելի շուտ են հավաքվում, ու այս դրա պատճառով ավելի շուտ ես կարողանում հասնել այդ բարձր ակտիվացիայի մակարդակի ավելի ցածր քաշով։ Այսինքն պրոստը օրինակ բերեցի, որ նույն պրինցիպն է, էլի, դրա համար տենց որ լավ պատկերացնես։ Իսկ այդ դեպքում ինչ որ բաները drops է թրելի էֆեկտիվ չեն լինի, այսինքն եթե դու քո կրկնությունները արեցիր, ասենք 10 հատ, հիմա արդեն շատ հոգնած ես, ու էլի ասենք մի քիչ ավելի քիչ քաշով էլի ես մի քանի հատ անում։ Կարան էֆեկտիվ լինեն, բայց ինչի ես դրոպսեթեր շատ չեմ սիրում, երկու պատճառով, առաջին հերթին, ինչքան դու ատկազին ավելի մոտ ես, այդքան այս կրկնությունները ատկազին մոտ ավելի շատ calcium-ion accumulation են առաջացնում, ավելի շատ վնաս են տալի։ Ավելի շատ վնաս են տալի, այսինքն ավելի շատ ֆթիգ են առաջացնում, որից դու պետքա վերականգնվես։ Այսինքն, երբ որ դու ատկազի հասար ու հիմա դու սկսում ես մի հատ դրոպսեթ անել, էսի ահա որ շատ calcium-ion related fatigue առաջացնում, այդքան շատ, որ իմ կարծիքով զուտ չարժի դրա խաթր շարունակել մոտեցումը, ու հեսա երկրորդ ֆակտորը կա, որի մասին կասեմ, իսկ հիմա շատ ավելի լավ է ուղղակի 2-3 րոպե հանգստանաս մի հատ էլ մոտեցում անես 0-ից նույն քաշով, ոնց որ նույն ձև ոնց որ անցածը, որտեվ sense fatigue-ը ավելի քիչ կլինի։ Ու ինձ թվում է այդ 2-3 րոպեն, ասենք մարդկանց համար տարբերություն չի տալու, էլի, ռեալ պրակտիկության տեսանկյունից, որովհետև քանի մոտեցում ես պատրաստվում անես, ասենք, եթե 10 մոտեցում չես անելու, ինձ թվում է 2 րոպեները տենց շատ չեն, էլի, գումարվելու իրար մեծ թիվ դառնան։ Դա համար նույնիսկ այն մարդիկ, ովքեր ասում են դե պրակտիկա էլի, ասենք կգնամ մի հատ drop set կանեմ, ասենք 2-3 սեթի տեղը, եթե full body ես անում, դու սես տնես ամեն վարժության համար մի 2-3 սեթ ես անելու, էլի մաքսիմում, ամեն մկանի համար նկատի ունեմ, ամեն պարապմունքին տենց շատ չի տևելու։ Ու երկրորդ բանը այն է, որ մի հատ բան կա, որը կոչվում է efferent feedback, ու էսի այն բացասական զգացողություններն են, որոնք որ առաջանում են մոտեցումը անելու ընթացքում, այսինքն այդ վարվելու զգացողությունը, հա, ասենք որ մկանում զգում ես կամ ասենք ինչ-որ ուրիշ բաներ է կարա լինի, ասենք զուտ որ շնչառությունը հատկապես ասենք squat-երի ժամանակ, հա, որ ասենց շունչը սկսում ես արագ շնչել, հա, զգում ես չես հասցնում, այս բոլոր բացասական զգացողությունները իրանք մեր perception of effort-ը բարձրացնում են, այսինքն մեր ընկալված ջանքը, հա, մեզ ինչքան դժվար է այդ շարժումը թվում, ու նաև այս բաների թվում, որոնք որ perception of effort-ը բարձրացնում են, մտնում է բալանսը ու կոորդինացիան։ Ու ինչքան perception of effort-ը բարձր է, այդքան շուտ ենք մենք ատկազին հասնելու, այդքան քիչ մկանաթելեր ենք կարողանալու ակտիվացնենք։ Ասենք, ցած պարզ օրինակ բերեմ, հիվանդ ժամանակ, ասենք որ պարապել ես, հաստատ զգացել ես, որ շատ ավելի
կամ քաշնա ցածր կամ նույն քաշով նույն չափ կրկնություններ չես կարող անես կամ ասենք ինչ որ տեղդ որ ցավում է չէ ասենք պարզ օրինակ ֆիզիկապես չես կարողանում նույն ասենք դեժե որ ինչքան ուզես զոր տաս այդ ցավը փորձես իգնոր անես մեկը չես կարողանալու նույն քաշով մի հատիկ փուլապ բազիվս որտեվ էդի քո ուղեղի մոտոր կորտեքսը որը որ պատասխանատու է այդ ատկազին հասնելու համար ինքը նաև պատասխանատու է այս բոլոր perception-ների համար ու կոպիտ ասած պատկերացրու ինքը սենց բաժակ է, հա, այս մոտոր կորտեքսը, այս բաժակի մեջ տարբեր բաներ են լցվում, այդ թվում մտնում է բոլոր perception-ները, ցավ, հա, ինչ-որ հոգնածություն, այդ շնչակտուր լինելու զգացողություն, մկաններում վառվելու զգացողություն, ու պլյուս մի հատ երկրորդ բան կա, որը կոչվում է corollary discharge, ու corollary discharge-ը էդի այն ազդանշանը, որը որ քո ուղեղը ուղարկում է մկաններին կծկվելու համար, այդ նույն ազդանշանի կոպիան է, որը նաև գնում է ուղեղի մոտոր կորտեքս։ Ու ինչքան այս ազդանշանը ավելի մեծ է, այսինքն ինչքան դու ավելի շատ ջանք ես գործադրում, այդքան այս բանը corollary discharge-ը ավելի մեծ է, այդքան պատկերացրու ավելի շատ ջուր է լցվում այս բաժակի մեջ, ու դու հասնում ես ատկազի, երբ որ այս բաժակը լցվում է։ Հիմա ինչքան այս բաժակը դատարկ լինի, այդքան շատ դու կարաս լցնես այն corollary discharge-ով, այսինքն այդքան ավելի մեծ մկանային կծկման ազդանշան կարաս ստեղծես քո ուղեղում, ու այդ դրա հաշվին ինչքան մեծ ազդանշանը էլի եմ ասում, այդքան շատ մկանաթելեր կարան ակտիվանան, այն ամենախոշորները կարաս ակտիվացնես։ Փորձես սաղ են բացասական բաներից խուսափես, այդ վառվելու։ Ցավից, ոնց որ ոչ ստաբիլությունից, վառվելու զգացողությունից, ու այսինքն ինչի եմ ասում, որտեվ երբ որ դու drop set ես անում, ասենք drop set անող մարդիկ էսի գիտեն, ասենք այդ վառվելու զգացողությունը ահա որ շատ է էլի, ահա որ մեծ դիսկոմֆորտ է այդ սկսում առաջացնել, ու դրա համար ինքը նույնիսկ էֆեկտիվության տեսանկյունից նույնչափ էֆեկտիվ չի կարա լինի, ինչքան հասարակ set-ը, հա, ասենք այդ flat set-ը, straight set-ը։ Դրա համար իմ կարծիքով զուտ ես չեմ ասում ես սարքել եմ drop set-երի մասին poster ու շատ հայ տրեներների սրանով ջղայնացրել եմ, որտեվ իրանք ասում են ոնց բան, ասենք այս drop set-երը աշխատում են, բան, ու ես չեմ ասում, որ իրանք ընդհանրապես չեն աշխատում, ուղղակի այս այն բաներից է, որ ինքը անիմաստ է անել իրան, որտեվ շատ ավելի բարձր իր այդ բան կա, էլի cost կա associated, այսինքն fatigue-ը շատ է, իսկ քեզնից քո համար ստացած օգուտը դրանից քիչ է, ավելի ուղղակի 2 րոպե հանգստացի, հասարակ set մի հատ էլ արա շատ ավելի էֆեկտիվ է։ Գիտես ինձ ինչն է հետաքրքիր, այդ որ ասացի պարապելու նպատակները, չէ, օրինակ մարդկա նիհարելու համար է ուզում պարապի, մարդկա ուզում է ավելի ուժեղանա, ու մարդկա ուզում է ուղղակի մկանային մասը հավաքի, իրանք նույն ձև պետք է պարապեն, թե տարբեր է։ Ես օրինակ լսել եմ, որ ասում են բանը, եթե ուզում ես կորցնես, ավելի լավ է ավելի շատ կրկնություններ անես, բայց քիչ քաշով։ Իսկ եթե ուզում ես ավելի ուժ հավաքես, հակառակը։ Դա ճիշտ է թե հերթական միֆն է։ Չէ, ասենք նիհարելու համար առհասարակ ուժային պարապմունքները ուղղակիորեն շատ բան չեն անելու, որովհետև շատ քիչ կալորի է ծախսվում, ու եթե դու անում ես, ասենք 5 կրկնության տեղը 20, դու կարող ես վառես մի 5 դաժե 5-ը չէ ինձ թվում ավելի քիչ մի 2-3 ավել կալորիա դրա համար այս տեսանկյունից լրիվ անիմաստ է ես դրա տեղը խորհուրդ կտնամ քեզ նորմալ ծանր քաշերով էֆեկտիվ մարզում ունեցի քո մարզման վերջում եթե դու ուզում ես քո ծախսած կալորիաների քանակը շատացնես արա ցածր ինտենսիվությամբ կարդիո այս վերջերս սրա մասին հենց post էի սարքել որ ցածր ինտենսիվությամբ կարդիոն շատ ավելի էֆեկտիվ է քաշի կորուստի տեսանկյունից որտեվ դու ավելի երկար կարաս այն անես ինքը ավելի քիչ muscle damage-ը առաջացնում այսինքն այդ fatigue-ի տեսանկյունից հա իրանից հեշտ է ավելի վերականգնվել քան ինչ որ այդ heat high intensity interval training բան եթե գիտես ասենք շատ ակտիվ ինտերվալներով մաքսիմալ արագությամբ վազես հետո մի հատ ուրիշ բան անես որտեվ այս շատ ավելի շատ է fatigue առաջացնում բայց ավելի շատ կալորիա չի վառում։ Հա նույն չափ ժամանակում բնականաբար ասենք 5 րոպե քայլելու 5 րոպե հիթը ավելի շատ կալորիա կծախսես, բայց նկատի ունեմ ասենք fatigue-ի տեսանկյունից դու անես ասենք մի կես ժամ elliptical, հա, այդ լիժեքը ու անես կես ժամ հիթ ինտերվալներով maximal effort, սրանից շատ ավելի շատ ես հոգնելու քո մկան աճացնելու ունակության վրա էլա բացասականորեն ազդելու ու բացի դրանից այս ակտիվ ինտենսիվ բաները կարդիոյի տեսակները իրանք տարբեր energy system-ներ ունենք մենք հա ոնց ենք մենք էներգիա օգտագործում օրինակ շատ ցածր ինտենսիվությամբ բաների ժամանակ օրինակ հենց հիմա մեր մոտ հիմնականում ճարպն է օգտագործվում որպես էներգիայի աղբյուր բայց ինտենսիվ ակտիվությունների ժամանակ ասենք այդ ուժային պարապմունքների կամ այդ հիթի գլիկոգենն է օգտագործելու դիտավորն է գլիկոգենը էդի մեր մարմնի ածխաջրերը պաշարելու ֆորման է ինքը գլյուկոզներից է էլի գլյուկոզի մոլեկուլներից է բաղկացած պատկերացրու տենց պոլիմեր է
ու տենց է մեր մարմինը ածխաջրերը պաշարում այսինքն դու որ ուտում ես օրինակ մեղր ինքը դառնում է գլիկոգեն, ինքը սկզբում դառնում է բան լյարդի գլիկոգեն, այսինքն գլիկոգենը ինքը պաշարվում է մկաններում ու լյարդում, սկզբում դառնում է լյարդում գլիկոգեն, հետո լյարդը ռեգուլիրովկա անում մկանների գլիկոգենի պաշարները, ու էսի շատ կարևոր պահ է, որտեվ սրան մարդիկ ուշադրություն չեն դարձնում, համարդիկ ասում են պրոտեին, բայց իրականում ածխաջրերը շատ կարևոր են ու ածխաջրերի քանակը քո կերած ուղղակիորեն ազդելու է քո մկանների վերականգնման վրա, քո պարապմունքի որակի վրա, այսինքն ինչքան լավ ես դու կարողանում ես motor unit recruitment-ը ինչքան բարձր ես կարողանում հասնել, ինչքան հոգնած ես քեզ զգում, ինչքան էներգիա ունես պարապմունքների ընթացքում եւ այլն։ Դրա համար մկանային գլիկոգենի պաշարները շատ կարեւոր է, որ փորձես, ասենք ամեն պարապմունքի գնալուց մաքսիմալի վրա պահես ու էսի այն պահերից ասենք այդ ինչը վերաբերվում է սնունդին, պետքա փորձես, ասենք ճարպերը մինիմալի հասցնես 0-ի չէ, որտեվ մեզ ինչ որ չափի ճարպի intake պետքա, որ առողջ հորմոնալ արտադրություն ունենանք, բայց ասենք եթե դու քո բավարար քանակի ճարպը ու սպիտակուցը ապահովում ես, մնացած ամեն ինչը կարելի է ուղղակի լցնել ածխաջրերով, հա, այսի սնունդի հետ կապված, որտեվ ինչքան շատ ածխաջուր, այդքան լավ, ասենք մեր հետազոտություններ ունենք, որտեղ նույնիսկ մինչև եթե չեմ սխալվում 600-800 գրամ ածխաջուր տարբեր էթլիտներում իրենց դայեթում բարձրացնում են, հա, ասես տարբեր շեմեր ու ինչքան բարձրացնում են, այդքան տեսնում են, որ benefit-ը շատանում է դրանից, այսինքն իրենց performance-ը աճում է սրանից։ Այսինքն ինչքան շատացնում ես, դու այդքան սկսում ես վառել, հա, եթե պարապում ինքը չի դառնում ճարպ հետո։ Вообще գլյուկոզն ու ֆրուկտոզան, ասենք ածխաջրերը իրանք շատ քիչ դեպքերում են կոնվերտացվում ճարպի, էս էլ է տենց մի քիչ տարածված միֆ, ինչը չի նշանակում, որ դու ինչքան ուզես ածխաջուր կարաս ուտես ու չես չաղանա, որովհետև երբ որ դու ածխաջրեր շատ ես ուտում, քո մարմինը սկսում է սրանք օգտագործել որպես էներգիայի աղբյուր, բայց այն կերած ճարպը նոր ինքը դարձնում է ճարպ։ Այսինքն, չգիտեմ, լավ բացատրեցի, թե չէ, նկատի ունեմ, որ պատկերացրու դու 2000 կալորիա ես վառել, 3000 կալորիա ես կերել այդ օրը, բայց այդ 3000-ից ասենք 2000-ը ստացել ես ածխաջրերից, 1000-ը ճարպից, այն 1000-ը, որը ստացել ես ճարպից, էսի կդարձնի քո օրգանիզմը ճարպ, հա, որը ստացել ես յուղերից, ասենք ձեթից, ինչ-որ ուրիշ կարագից, sense բաներից, այդ կդառնա ճարպ, իսկ այդ ածխաջրերը ինքը քո օրգանիզմը կօգտագործի որպես էներգիայի աղբյուր, այսինքն քո օրգանիզմը երբ կարա ինքը միշտ նախընտրությունը տալու է ածխաջրերը օգտագործելուն որպես էներգիայի աղբյուր, որտեղ էսի ավելի էֆեկտիվ է այդ գլիկոգենի համակարգը, ասենք հա, ինքը ավելի էֆեկտիվ է, ինքը ավելի արագ է, ոնց որ տեղի ունենում ու զուտ քո մկանների համար, ոնց որ գլիկոգենը ինքը երբ որ դու fasting ես անում կամ keto diet ես անում, քո օրգանիզմը բառսպուն իմաստով ոնց որ ճարպը դարձնում է գլյուկոզ, որպեսզի կարողանա գլյուկոզ ունենա, այսինքն այսքան կարևոր է էլի ածխաջրերը մարդու օրգանիզմի համար։ Բայց դու հարցնում էիր, հա, պարապելու տեսակը տարբերվում է նիհարող մարդուց թե չէ, կամ քաշ հավաքող ու ես կասեի որ չէ, կապ չունի դու ուզում ես նիհարես թե քաշ հավաքես, առասարակ քաշ հավաքելը այդ կարդիոն որ ասացիր։ Կարդիոն իհարկե կարաս ավել անես, ասենք եթե ուզում ես ավել կալորիա ծախսես, բայց միևնույնն է ինձ թվում է առաջնահերթ կարևորությունը գալու է սննդակարգից, որտեվ չես կարա կարդիո անելով ու ինչ ուզես ուտելով նիհարես, հա, ոնց որ մեկը պետքա շատ հեշտ է շատ կալորիա ուտել, բայց շատ դժվար է շատ կալորիա ծախսել կարդիո անելով, նույնիսկ այդ ցածր ինտենսիվությամբ կարդիո անելով, ասենք, չգիտեմ, դու 1000 կալորիա կարաս շատ հեշտ ուտես, բայց 1000 կալորիա կարդիո անելը, ասենք, շատ երկար ժամանակ կարող է տևի, կարող է 2-3 ժամ տևի ու բնականաբար այդ fatigue-ի մասին արդեն չեմ խոսում, որը քո ուժային պարապմունքների վրա է կազդի, բայց հենց շատ ավելի շատ նիհարելը կապված է բանից քո ուտելու հետ, քան թե պարապմունքների։ Ես կասեի, որ հա, պրակտիկ տեսանկյունից զուտ, որովհետև բնականաբար օրվա վերջ միակ բանը, որ կարևոր է այդ նիհարելու համար, դա քո կերած ու ծախսած կալորիաների բալանսն է, եթե դու ավելի շատ կերել ես, քան ծախսել, չաղանալու ես, եթե ավելի շատ ծախսել ես, քան կերել, նիհարելու ես, կապ չունի, եսի ոնց է լինում, եսի կարա լինի սաղորը նստած ու առանց ոչի բան ուտելու, կամ եսի կարա լինի դու կարող օրը 10 ժամ կարդիո ես անում, բայց ասենք սաղորը fast food ես ուտում, էս էական չի, բայց պրակտիկության տեսանկյունից ոնց որ որպես այնպես մարդ, ով որ փորձում է իր մարզիկների համար, հա, իմ կլիենտների համար ում հետ աշխատում եմ, փորձեմ մաքսիմալ հեշտ ու sustainable դարձնեմ մեթոդները, հա, նիհարելու ֆիքսվել մենակ կարդիոյի վրա ու ասել, օքեյ, ինչ ուզում ես կեր, մենք կփորձենք պրոստը ավել վառել, էսի սխալ է, ոնց որ էսի դեբիլություն է, որտեվ մարդը չի կարա այդքան կարդիո անի պրակտիկ տեսանկյունից, ոնց որ համ ժամանակի տեսանկյունից, համ հոգնածության տեսանկյունից, համ էսի զզվելի է դառնալու օրը 3-4 ժամ էլիպտիկալ անելը ու էլի եմ ասում, ասենք
շատ հաց ուտելը, շատ կալորի ստանալը սնունդից շատ հեշտ է։ Դեռ եթե դու ես սրա դիմացը չառնես, դու չես կարա էլի բան outwork a bad diet, ոնց որ արտահայտություն կա։ Հա, այս շատ դժվար կլինի։ Հա։ Ալեքս, գիտես, իրականում լիքը հələ հարցեր կան, որ ուզում եմ քննարկենք, այն որ ինձ թվում է մի 2 քանի կարանք խոսանք, բայց մեր այսօրվա ժամանակը տենց ավարտին է մոտենում, դրա համար ուզում եմ sense բան առաջարկեմ համ քեզ, համ մեր դիտորդներին, եթե ուզում եք մենք ավելի շատ խորանանք այս թեմաների մեջ, օրինակ նիհարելու մեջ, ճիշտ վարժությունները, ճիշտ ծևի անելու մեջ, ճիշտ դիետայի մեջ, ճիշտ սապլեմենտների մեջ եւ այլն, լայքեք այս վիդեոն ու եթե լավ ռեզուլտատներ ունենանք, ես քեզ եմ առաջարկում արդեն մի երկրորդ մասն է նկարենք այս Հա, միանշանակ, եթե մարդիկ կուզենան մեծ հաճույքով, իմ համար այսին այս թեմա է, որ սկարամ 10 ժամ սրա մասին խոսամ ու ինձ շատ հետաքրքրում է, դրա համար մարդիկ նույնիսկ ինձ թվում է կարան կոմենտներում ինչ-որ հարցեր եթե ունեն, որ կուզենան որ քննարկենք, կարան գրեն ու տեսնենք, եթե լավ արդյունք լինի, մեծ հաճույքով ես եւս մեկ անգամ կմիանամ։ Այո, գրեք հարցերը, անպայման կքննարկենք մյուս էպիզոդում։ Քեզ շատ մերսի համ այս զրույցի համար, համ էլ քո ընդհանուր գործունեության համար, ու քո այդ պատխոդի, այդ քրիտիկական մտածելակերպի համար, որ կիրառում ես մեր ֆիթնես ոլորտի մեջ ու համ էլ որ տարածում ես մեր Հայաստանի մշակույթի մեջ, համ պարապողների, համ ուզված եմ ուրիշ տրեներներն է տենում են ու քեզնից սովորում են։ Շնորհակալ եմ Օվսես ջան, շատ հաճելի էր։ Մերսի Ալեքս ջան։